Մի անտարբեր քաղաքի սառը ստվերներում յոթնամյա մի աղջնակ գոյատում է եղբայրների հետ, աշխարհի աչքից աննկատ։ Բայց ամեն ինչ փոխվում է, երբ նա նետվում է գնդակի առաջ, փրկելու մի անծանոթի, ակամայից հայտնվում միլիարդատերերի վեճի կիզակետում։ Այժմ շրջապատված խոստումներով, տեսախցիկներով ու շահերով, նա պետք է ընտրություն կատարի շքեղության փայլի մի հասարակ օջախի պարզության միջ, որտեղ ի վերջո կկարողանա պարզապես երեխա լինել։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում, շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Երանի բաբախող սրտում, որտեղ հայելային երկնաքերերն արտացոլում են մոխրագույն երկինքը, իսկ լուսավորված ցուցափեղկերը խոստանում են աշխարհներ, որոնց շատերը երբեք չեն հասնի, ստվերների մեջ մի փոքրիկ կյանք էր ծավալվում։ Անահիտը ընդամենը 7 տարեկան էր, բայց իր նեղ ուսերին կրում էր շատ ավելին ապրած մարդու պատասխանատվություն։ Նրա շագանակագույն, մեծ ու դիտունակ աչքերը որսում էին քաղաքի յուրաքանչյուր շարժումը այնպիսի ճշգրտությամբ, կարծես սովորել էր, որ գոյատումը մանրուքների նկատմամբ ուշադրության հարց է։ Կենտրոնի կամուրջներից մեկի տակ, մաշված կապույտ բրեզենտով ծածկված, որը ժամանակին ծառայել էր շինանյութ ծածկելու համար, Անահիտն իր երկու փոքր եղբայրների հետ էր ապրում։ Միքայելը 5 տարեկան էր, դեռ պահպանում էր երեխայի այն երազկոտ տեսակը, որը հավատում է երջանիկ ավարտներին։ Լիլիթը, ընդամենը 3 տարեկան, կառչում էր ավագ քրոջից, կարծես նա լիներ իր ապահով նավահանգիստը անվերջ փոթորկի մեջ։ Ամիսներ էին անցել, ինչ մայրը մահացել էր։ Ոչ ոք այդ մասին բացահայտ չէր խոսում, բայց Անահիտը հիշողությունը կրում էր որպես մի վերք, որը երբեք լիովին չէր սպյանում։ Հիվանդությունը եկել էր լուռ ու անխնա, իր հետ տանելով միակ մարդուն, որը միասին էր պահում այդ փոքրիկ ընտանիքը։ Առանց փաստաթղթերի, առանց միջոցների, առանց որևէ մեկի, ում կարելի էր դիմել, 3 երեխաները մնացել էին բախտի քմահաճույքին մի քաղաքում, որը չափազանց արագ է շարժվում, նկատելու համար հետում մնացածներին։ Անահիտն արագ սովորեց։ Սովորեց, որ Աբովյան փողոցի ռեստորանները դեռս ուտելի սնունդը դուրս են նետում երեկոյան ժամը 10-ից հետո։ Սովորեց, որ Մաշտոցի պողոտայի արտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը թույլ է տալիս օգտվել զուգարանից, եթե շուտ գնա մարդաշատությունից առաջ։ Սովորեց, որ որոշ ոստիկաններ կարեկցող հայացք ունեն, մինչդեռ մյուսները նախընտրում են ծածնել, թե անտեսանելի երեխաներ գոյություն չունեն։ Եվ ամենից վեր սովորեց, որ Միքայելին ու Լիլիթին ապահով պահել նշանակում է լինել խելացի, արագաշարժ, ամենակարևորը, անտեսանելի։ Անտեսանելիությունը նրա զրահն էր։ Մինչ մյուս անօթանները ուշադրություն էին գրավում, գոռում, մուրում, Անահիտն իր եղբայրներին սովորեցնում էր զուսպ լինել։ Հնարավորության դեպքում մաքուր հագուստ, հանրային ցայտաղբյուրներում լվացված դեմքեր, ռազմավարական լռություն։ Նա գիտեր, որ սոցիալական աշխատողները նշանակում են բաժանում։ Գիտեր, որ ապաստարանները ժամանակավոր են, որ եղբայրներն ու քույրերը հաճախ միասին չեն մնում։ Այսպիսով նա նրանց թաքցնում էր, պաշտպանված այն պատրանքով, որ գուցե, եթե բավականաչափ անտեսանելի լինեն, աշխարհը նրանց հանգիստ կթողնի։ Գիշերներն ամենավատն էին։ Միքայելը մղձավանջներ էր տեսնում, արթնանում էր լացով, կանչելով մորը։ Լիլիթը դողում էր ցրտից նույնիսկ ամենատակ օրերին, նրա փխրուն մարմինը կարծես երբեք լիովին չէր տաքանում։ Իսկ Անահիտն արթուն էր մնում, գրկելով երկուսին, կամացուկ երգելով նույն երգերը, որոնք մայրն էր սովորաբար երգում։ Նա բոլոր բառերը ճիշտ չգիտեր, բայց համապատրաստից հորինում էր, ստեղծելով մեղեդիներ, որոնք հանգստացնում էին լացը մի քանի ժամով հեռացնում իրականության ծանրությունը։ Ցերեկը, մինչ Միքայելն ու Լիլիթը թաքնված էին մնում բրեզենտի տակ, Անահիտը դուրս էր գալիս իր գոյատման առաքելություններին։ Նա ճանաչում էր թաղամասի յուրաքանչյուր անկյուն, յուրաքանչյուր նրբանցք, յուրաքանչյուր հնարավորություն։ Գիտեր, թե որտեղ գտնել պլաստիկ շշեր վաճառելու համար, որտեղից վերցնել խմելու ջուր, որտեղից ստանալ նվիրաբերված հագուստ, առանց հերթերի մեջ մտնելու, որոնք կգրավեին իշխանությունների ուշադրությունը։ Նա քաղաքի մտովի քարտեզն ուներ, կառուցված անհրաժեշտությունից ելնելով, որտեղ յուրաքանչյուր նշված կետ նշանակում էր իր ընտանիքից մեկ օր կենդանի պահելու հնարավորություն։ Այդպիսի թափառումներից մեկի ժամանակ Անահիտը ծանոթացավ տիկին Մարինեի հետ։ Տերյան փողոցում փոքրիկ հացատան տիրուհին այնպիսի մայրական տեսք ուներ, որ Անահիտի սրտում կարոտի ցավ զգաց։ Սկզբում տիկին Մարինեն պարզապես մի քանի հին հաց էր թողնում խանութի դրսում, կարծես աղավնիների համար։ Բայց Անահիտը նկատեց օրինաչափությունը։ Միշտ նույն ժամին, միշտ նույն տեղում, միշտ մաքուր պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված։ Մի օր տիկին Մարինեն Անահիտին ներս կանչեց։
Աղջիկը վարանեց, պատրաստ փախչելու վտանգի ամենափոքր նշանի դեպքում։ Բայց կինը պարզապես մի բաժակ տաք կաթ մի կտոր թխվածք առաջարկեց։ Դու եղբայրներ ունես, այնպես չէ՞, հարցրեց տիկին Մարինեն այն մեղմ ձայնով, որը պատասխաններ չէր պահանջում։ Անահիտը կասկածամտորեն գլխով արեց։ Վաղը նրանց էլ բեր։ Շուտ եկեք, մարդաշատությունից առաջ։ Ես ձեզ համար մի բան կթողնեմ։ Եվ այսպես սկսվեց մի լուր առօրյա։ Շաբաթը 3 անգամ, լուսաբացից առաջ, Անահիտը, Միքայելն ու Լիլիթը հայտնվում էին հացատան հետի դռան մոտ։ Տիկին Մարինեն երբեք հարցեր չէր տալիս, երբեք չէր սպառնում որը մեկին կանչել։ Պարզապես ուտելիք էր թողնում, երբեմն մաքուր հագուստ, մի անգամ նույնիսկ հաստ վերմակ։ Ինչու եք դուք դա անում, հարցրեց Անահիտը մի առավոտ, երբ երախտագիտությունը գերազանցեց նրա սովորական զգուշավորությանը։ Տիկին Մարինեն հայացքը հառեց հեռուն, մի հեռավոր կետի, որը միայն ինքն էր կարող տեսնել։ Ես մի անգամ աղջիկ ունեի, պարզ ասաց նա։ Նա քո տարիքին կլիներ։ Անահիտն այլս ոչինչ չհարցրեց։ Որոշ պատմություններ չափազանց ծանր էին կիսվելու համար, նա լավ գիտեր չասվածի կշիռը։ Բայց նույնիսկ տիկին Մարինեի օգնությամբ փողոցային կյանքը մշտական պայքար էր։ Անահիտը տեսնում էր, թե ինչպես են մարդիկ նայում իրենց, երբ չէին կարողանում լիովին անտեսանելի լինել։ Ոմանք խղճահարությամբ, մյուսները զզվանքով, մեծամասնությունը անտարբերությամբ։ Նա տեսնում էր, թե ինչպես են էլեգանտ զույգերը դուրս գալիս թանկարժեք ռեստորաններից, մեկ գիշերվա ընթացքում վատնելով ավելի շատ ուտելիք, քան ինքը կարող էր հավաքել մեկ շաբաթում։ Տեսնում էր իր տարիքի երեխաների գունավոր պայուսակներով, որոնք գնում էին դպրոց, բողոքում տնային աշխատանքներից, ապրում մի զուգահեռ աշխարհում, որն անհասանելի էր թվում։ Երբեմն ուշ գիշերով, երբ Միքայելն ու Լիլիթը վերջապես քնում էին, Անահիտն իրեն թույլ էր տալիս երազել։ Երազում էր իսկական սենյակի մասին, ամուր պատերով չկաթող տանիքով։ Երազում էր փափուկ մահճակալի, մաքուր սավանների մասին, որոնցից փափկեցնող միջոցի հոտ էր գալիս։ Երազում էր տեսնել իր եղբայրներին բակում խաղալիս, առանց վախի, առանց սովի, առանց այն մշտական հսկող հայացքի, որը ինքը ստիպված էր պահպանել։ Բայց երազանքները միշտ ավարտվում էին լուսաբացով, դրա հետ վերադառնում էր գոյատման անխնա առօրյան։ Դա նոյեմբերյան մի գիշեր էր, երբ Երանի սառնաշունչ ցուրտը յուրաքանչյուր շունչը մառախուղի էր վերածում, որ ամեն ինչ փոխվեց։ Անահիտը նոր էր վերադարձել ուտելիքի իր գիշերային որոնումներից, իր հետ բերելով արագ սննդի կետից դուրս նետված մի քանի սենդվիչ։ Միքայելն ու Լիլիթը փաթաթված էին վերմակի մեջ, խորը քնած, նա պատրաստվում էր միանալ նրանց։ Երբ լսեց ճիչ սուր, հուսահատ, որը գիշերը կտրում էր դանակի պես։ Անահիտը սառեց տեղում։ Նրա գոյատման առաջին կանոնը պարզ էր՝ մի խառնվիր։ Խնդիրներ մի փնտրիր։ Մնա անտեսանելի։ Բայց այդ ճիչի մեջ մի բան կար, մի բան, որը նրան հիշեցրեց իր սեփական ձայնը, երբ մայրը հիվանդացավ, ինքը չգիտեր ինչ անել։ Նայեց քնած եղբայրներին։ Պետք է անտեսեր։ Պետք է պառկեր ու մոռանար։ Բայց ոտքերը սկսեցին շարժվել, նախքան միտքը կկարողանար կանգնեցնել դրանք։ Անձը սկսեց տեղալ, մանր ու սառը, մինչ Անահիտը գնում էր ձայնի ուղղությամբ։ Նա լավ գիտեր այդ փողոցները, բայց երբեք այդքան հեռու չէր գնացել գիշերը։ Ճիչը կրկին լսվեց, այժմ ավելի մոտ, ուղեկցվելով բարձր ձայներով։ Անկյունը թեքվելով, թաքնվելով աղբի բեռնարկղի հետում, Անահիտը տեսավ տեսարանը։ Շքեղ, սուր փայլուն մեքենա կայանված էր մի նրբանցքում։ Մի մեծահասակ տղամարդ բռնել էր տղայի թից, իսկ մյուս, ավելի ագրեսիվ տղամարդը սպառնալից ժեստեր էր անում։ Տղան, որը մոտ 10 տարեկան կլիներ, թանկարժեք հագուստ էր կրում, դեմքին սարսափ էր դրոշմված։ Անահիտը ամբողջ խոսակցությունը չէր հասկանում, բայց որսում էր առանձին բառեր։ Փրկագին, փող, նրա հայրը։ Սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա գիտեր, թե դա ինչ է նշանակում։ Նախկինում նման իրավիճակներ տեսել էր, անօթանների միջ շուկով պատմվող պատմություններ էր լսել հարուստ երեխաների մասին, որոնք թիրախ էին դառնում։ Բնազդը գոռում էր, որ փախչի, վերադառնա եղբայրների մոտ, ծածնի, թե ոչինչ չի տեսել։ Բայց հետո տղան ուղիղ նայեց նրան։ Նրանց հայացքները հանդիպեցին մի կարճ վայրկյան, այդ հայացքի մեջ Անահիտը տեսավ այն ամենը, ինչ ինքն էր զգում ամեն օր, վախ, հուսահատություն, օգնության լուր աղերս։ Եվ հետո, առանց մտածելու, առանց պլանավորելու, Անահիտը գործեց։
Նա վազելով դուրս եկավ Բեռնարկղի հետից, գոռալով որքան կարող էր բարձր. «Օգնություն! Ոստիկանություն! Ինչ որ մեկը ոստիկանություն կանչի»։ Նրա ձայնը արձագանքում էր նրբանցքի պատերին, բազմապատկվելով փակ տարածության ակուստիկայից։ Տղամարդիկ շրջվեցին, զարմացած միջամտությունից։ Հաջորդած շփոթության պահին Անահիտը վազեց դեպի տղան։ Նա ծրագիր չուներ, գաղափար չուներ, թե ինչ է անելու, երբ հասնի այնտեղ։ Պարզապես գիտեր, որ չի կարող թույլ տալ, որ մեկ ուրիշը տեսնի այդ վախը ինչ-որ մեկի աչքերում, առանց փորձելու ինչ-որ բան անել։ Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ։ Ավելի ագրեսիվ տղամարդը շարժվեց նրա ուղղությամբ։ Անահիտը նետվեց նրա տղայի միջ, նրա փոքրիկ ու փխրուն մարմինը վահան դարձավ։ Հետեց ուժեղ հրում, Անահիտը սուր ցավ զգաց ուսի մեջ, երբ հարվածեց մեքենայի թափքին։ Հարվածն այնքան ուժեղ էր, որ նա ընկավ գետնին, շունչը կտրվեց թոքերից։ Շուրջը ձայներ էին գոռում։ Լապտերների լույսեր հայտնվեցին նրբանցքի մուտքի մոտ։ Տղամարդիկ փախան, նրանց քայլերի ձայնը գնալով հեռանում էր։ Եվ հետո լռություն, որը խախտում էր միայն անձրը, որն այժմ ուժգին էր տեղում։ Անահիտը փորձեց բարձրանալ, բայց ուսի ցավն անտանելի էր։ Նա կարողացավ գլուխը շրջել, տեսավ տղային, որը դեռ կանգնած էր, անվնաս, լայն բացված աչքերով նայում էր իրեն։ «Դու լավ ես», կարողացավ շշնջալ նա, նախքան խավարը կսկսեր պատել նրա տեսողությունը։ Տղան ծնկի իջավ նրա կողքին։ «Դու ինձ փրկեցիր», ասաց նա, ձայնը դողալով։ «Դու ինձ փրկեցիր»։ Անահիտը փորձեց ժպտալ, բայց ցավը չափազանց ուժեղ էր։ «Վազիր», կարողացավ ասել նա։ «Գնա օգնություն կանչիր»։ Բայց նախքան նա կկարողանար ավելին ասել, կոստյումներով տղամարդիկ վազելով հայտնվեցին։ Նրանցից մեկը տղային գրկեց, ստուգելով, թե արդյոք նա վնասված է։ Մյուսը ծնկի իջավ Անահիտի կողքին, հանելով իր բաճկոնը նրան ծածկելու համար։ «Շտապ օգնություն կանչեք»։ Արագ, գոռաց նա ինչ-որ մեկի վրա։ Անահիտը ուզում էր ասել ոչ, ուզում էր ասել, որ չեն կարող իրեն տանել, որ պետք է վերադառնա եղբայրների մոտ։ Բայց բառերը դուրս չէին գալիս։ Ամեն ինչ խառնվում էր, ձայները խառնվում էին անձրի ձայնին։ Վերջին բանը, որ նա տեսավ ուշագնաց լինելուց առաջ, տղայի դեմքն էր, որը նայում էր իրեն երախտագիտության անհանգստության այնպիսի արտահայտությամբ, որը նա երբեք չէր մոռանա։ Երբ Անահիտն արթնացավ, աշխարհը փոխվել էր։ Սպիտակ, պայծառ լույսերը ցավեցնում էին աչքերը։ Օդում ախտահանիչի սուր հոտ կար։ Շուրջը սարքեր էին ծվծվում, ռիթմիկ ու անընդհատ ձայներ արձակելով։ Նա փորձեց շարժվել, բայց ամբողջ մարմինը ցավում էր։ «Հանգիստ, փոքրիկ։ Դու հիմա ապահով ես», ասաց մի կանացի, մեղմ ձայն նրա կողքին։ Անահիտը գլուխը շրջեց, շարժումը ցավի ալիքներ ուղարկեց պարանոցով։ Մի բուժքույր, մազերը ամուր հավաքած բարի աչքերով, ժպտում էր նրան։ «Որտեղ եմ ես», կարողացավ հարցնել Անահիտը, ձայնը խռպոտ ու թույլ։ «Էրեբունի բժշկական կենտրոնում։ Դու երեկոյան մեծ վախ ես ապրել, բայց լավ ապաքինվում ես»։ «Հիվանդանոց»։ Բառն արձագանքեց Անահիտի մտքում, իր հետ բերելով խուճապի ցունամի։ Հիվանդանոցները նշանակում էին հարցեր։ Հարցերը նշանակում էին սոցիալական աշխատողներ։ Իսկ սոցիալական աշխատողները նշանակում էին եղբայրներս։ Անահիտը փորձեց նստել, անտեսելով ուսի մեջ պայթած ցավը։ «Որտեղ են եղբայրներս»։ «Միքայելն ու Լիլիթը»։ «Ես պետք է»։ Հեյ, հանգիստ։ Բուժքույրը նրբորեն բռնեց նրա ուսերից, թույլ չտալով բարձրանալ։ «Եղբայրներդ ապահով են։ Նրանց գտել են, խնամում են։ Դու հիմա պետք է հանգստանաս»։ «Ոչ»։ Արցունքները սկսեցին հոսել Անահիտի դեմքով։ «Դուք չեք հասկանում։ Չեք կարող մեզ բաժանել։ Ես խոստացել եմ, որ կխնամեմ նրանց։ Ես խոստացել եմ»։ Սենյակի դուռը բացվեց, մի տղամարդ ներս մտավ։ Նա բարձրահասակ էր, կրում էր թանկարժեք, բայց ճմրթված կոստյում, կարծես դրանով քնած լիներ։ Աչքերը կարմրած ու ուռած էին։ Երբ տեսավ Անահիտին արթուն, դեմքը լուսավորվեց թեթացումից։ «Դու արթուն ես», ասաց նա, ձայնը լի հուզմունքով։ «Փառք Աստծո, դու արթուն ես»։ Անահիտը շփոթված նայեց նրան։ Նա չէր ճանաչում այդ մարդուն։
Դուք ո՞վ եք, հարցրեց նա, դեռ փորձելով հասկանալ, թե որտեղ է ինչ է կատարվում։ Տղամարդը մոտեցավ մահճակալին, բայց հարգալից հեռավորություն պահպանեց։ Իմ անունը Ռոբերտ է։ Ռոբերտ Ալավերդյան։ Դու երեկոյան փրկել ես իմ որդուն։ Գուրգենին։ Հիշողությունը վերադարձավ կայծակնային բռնկումներով։ Նրբանցքը։ Ճիչերը։ Վախեցած տղան։ Ցավը։ Նա լավ է, անմիջապես հարցրեց Անահիտը։ Տղան։ Գուրգենը նա լավ է։ Ռոբերտը գլխով արեց, Անահիտը տեսավ, թե ինչպես են արցունքները հավաքվում նրա աչքերում։ Նա հիանալի է։ Քո շնորհիվ։ Դու քո կյանքը վտանգի ենթարկեցիր, փրկելու համար իմ որդուն։ Մի երեխայի, որին նույնիսկ չէիր ճանաչում։ Ես չէի կարող թողնել, պարզ ասաց Անահիտը, կարծես դա ամեն ինչ բացատրում էր։ Եղբայրներդ, շարունակեց Ռոբերտը, ձայն ավելի ամուր դարձնելով, Միքայելն ու Լիլիթը։ Նրանք հիմա ժամանակավոր վայրում են, բայց ապահով են շատ լավ են խնամվում։ Ես անձամբ եմ երաշխավորել։ Ոչ ոք նրանց քեզանից չի բաժանի։ Անահիտը ուսումնասիրեց նրան, փնտրելով սուտ, կեղծ խոստումներ։ Բայց այն ամենը, ինչ տեսնում էր, բացարձակ անկեղծություն էր։ Ինչու՞, հարցրեց նա։ Ինչու եք դա անում մեզ համար։ Ռոբերտը նստեց մահճակալի կողքի աթոռին։ Որովհետև դու արեցիր մի բան, որը քչերը կհամարձակվեին անել։ Որովհետև դու ինձ վերադարձրիր իմ որդուն։ Եվ որովհետև նա վարանեց, կարծես հաջորդ բառերը դժվար էր ասել, որովհետև ես մի բան հայտնաբերեցի, մինչ դու անգիտակից էիր։ Անահիտը շփոթված գիտեց հոնքերը։ Բժիշկներին քո մասին տեղեկություն էր պետք, այնպես որ մենք փնտրեցինք ցանկացած գրառում, որը կարող էինք գտնել։ Քո անունը, քո պատմությունը։ Եվ մենք մի անհավանական բան հայտնաբերեցինք։ Ռոբերտը գրպանից հանեց մի ճմրթված թուղթ։ Դու ճանաչում էիր քո մորը։ Գիտեիր նրա անունը։ Յուլիա, ինքնաբերաբար ասաց Անահիտը։ Յուլիա Վարդանյան։ Ռոբերտը դանդաղ գլխով արեց։ Յուլիա։ Իմ քույրը։ Իմ քույրը, որը 15 տարի առաջ անհետացավ ընտանեկան վեճից հետո։ Սենյակը կարծես պտտվեց Անահիտի շուրջը։ Նա նայեց տղամարդուն, փնտրելով որե նմանություն, որե կապ, որը իմաստ կունենար։ Ձեր քո իրը։ Ես նրան տարիներ շարունակ փնտրել եմ, ասաց Ռոբերտը, ձայնը կոտրվելով։ Բայց նա փոխել էր անունը, թաքնվել էր։ Չափազանց հպարտ էր վեճից հետո վերադառնալու համար։ Եվ երբ վերջապես կարողացա նրա հետքի վրա ընկնել, արդեն շատ ուշ էր։ Նա կանգ առավ, չկարողանալով շարունակել։ Նա հիվանդացավ, մեղմորեն լրացրեց Անահիտը։ Եվ բուժման համար վճարելու հնարավորություն չուներ։ Ռոբերտը փակեց աչքերը, ցավը ակնհայտ էր նրա դեմքին։ Եթե ես իմանայի, եթե ես նրան ժամանակին գտնեի։ Նա երբեք չի նշել, որ եղբայր ունի, ասաց Անահիտը, փորձելով ընկալել այդ անհնարին տեղեկությունը։ Նրա հպարտությունը իմինի չափ էր, խոստովանեց Ռոբերտը։ Մենք հիմար բաների համար վիճեցինք, մեզանից ոչ ոք համարձակություն չունեցավ զիջելու։ Եվ հիմա, նա նայեց Անահիտին այնպիսի լարվածությամբ, որը նրան ստիպեց իրեն բացահայտված զգալ։ Հիմա դու այստեղ ես։ Իմ զարմուհին։ Իմ քրոջ աղջիկը։ Անահիտը չգիտեր, ինչ ասել։ Այնքան երկար ժամանակ մենակ էր եղել, պատասխանատու միայն Միքայելի Լիլիթի համար, որ ընտանիք, որը մեկին ունենալու գաղափարն անիրական էր թվում։ Ես ուզում եմ քեզ օգնել, ասաց Ռոբերտը, ձայնը ամուր, բայց քնքուշ։ Ուզում եմ օգնել քեզ քո եղբայրներին։ Ոչ թե որպես բարեգործություն, այլ որպես ընտանիք։ Որովհետև դուք ընտանիք եք։ Բայց նախքան Անահիտը կկարողանար պատասխանել, նախքան նա կկարողանար լիովին ընկալել այդ բացահայտումը, դուռը կրկին բացվեց։ Մի կին ներս մտավ, պլանշետը ձեռքին, դեմքին հրատապության արտահայտություն։ Պարոն Ալավերդյան, ներողություն միջամտելու համար, բայց մի բան կա, որ դուք պետք է տեսնեք։ Նա պլանշետը մեկնեց նրան։ Ռոբերտը վերցրեց սարքը, Անահիտը տեսավ, թե ինչպես բարձրացան նրա հոնքերը զարմանքից, երբ կարդում էր։ Ինչ է պատահել, հարցրեց նա։ Պատմությունը դուրս է եկել, բացատրեց կինը։ Երեկվա դեպքի մասին։ Այն մասին, որ Անահիտը փրկել է Գուրգենին։
ամենուր է։ Եվ ավելին կա ը։ Ռոբերտը շարունակեց կարդալ, նրա արտահայտությունը զարմանքից վերածվեց ցնցումի։ Էլ ինչ, հարցրեց Անահիտը, զգալով, թե ինչպես է վախը կրկին աճում կրծքում։ Ռոբերտը նայեց նրան, նրա աչքերում մի բան կար, որ Անահիտը չկարողացավ վերծանել։ Կարծես թե դու ազգային նորություն ես դարձել։ Եվ մարդիկ կան շատ մարդիկ, որոնք ուզում են քեզ հետ ծանոթանալ։ Այդ պահին, դեռ չիմանալով, Անահիտի կյանքը լիովին փոխվեց։ Այն, ինչ նա արել էր այն անձրոտ գիշերը Երանի մի նրբանցքում, արձագանքելու էր շատ ավելի հեռու, քան նա կարող էր պատկերացնել։ Նրա անտեսանելիությունը, այն զրահը, որը նրան այդքան երկար ապահով էր պահել, փշրվել էր։ Եվ աշխարհը իր ողջ բարդությամբ, իր բարի մտադրություններով, իր թաքնված վտանգներով, պատրաստվում էր բացահայտել, թե ով էր իրականում այն աղջիկը, որը ամեն ինչ վտանգի ենթարկեց փրկելու համար մի անծանոթի։ Անահիտը լիովին չհասկացավ Ռոբերտի խոսքերի իմաստը մինչ հաջորդ առավոտ, երբ արթնացավ, տեսավ երեք անվտանգության աշխատակիցների, կանգնած իր հիվանդասենյակի դրսում։ Բուժքույրը, որը նրա նախաճաշով ներս մտավ, դեմքին նյարդային ժպիտ ուներ, Անահիտն անմիջապես հասկացավ, որ գիշերվա ընթացքում ինչ-որ բան կտրուկ փոխվել է։ Շատ մարդիկ են ուզում քեզ հետ խոսել, ասաց բուժքույրը, ուղղելով Անահիտի բարձերը։ Լրագրողներ, թղթակիցներ, նույնիսկ հեռուստատեսությունից մարդիկ։ Հիվանդանոցի ներքի հարկը լեփ-լեցուն է։ Երբեք նման բան չեմ տեսել։ Անահիտը զգաց, թե ինչպես է ստամոքսը պտտվում։ Տարիներ էր անցկացրել, սովորելով անտեսանելի լինել, իսկ հիմա, հանկարծ, երկրի բոլոր աչքերը կարծես իրեն էին ուղղված։ Դա այն ամենի հակառակն էր, ինչը նրան ապահով էր պահել։ Դա վտանգավոր էր։ Դա սարսափելի էր։ Ռոբերտը քիչ անց ներս մտավ, ուղեկցությամբ միջին տարիքի մի կնոջ, որին նա ներկայացրեց որպես Մարինե, իր անձնական փաստաբան։ Երկուսն էլ լուրջ անհանգիստ արտահայտություն ունեին։ Անահիտ, մենք պետք է խոսենք այն մասին, թե ինչ է կատարվում, սկսեց Ռոբերտը, աթոռը մոտեցնելով մահճակալին։ Քո պատմությունը տարածվել է շատ ավելի արագ, քան ես կարող էի պատկերացնել։ Անվտանգության տեսախցիկների տեսանյութը միլիոնավոր անգամներ է տարածվել։ Ամբողջ աշխարհի թերթերը քո մասին հոդվածներ են հրապարակում։ Ես չեմ ուզում հայտնի լինել, անմիջապես ասաց Անահիտը, ձայնը փոքր, բայց ամուր։ Ես ուղղակի իմ եղբայրներին եմ ուզում։ Կարող եմ նրանց տեսնել։ Ռոբերտն ու Մարինեն հայացքներ փոխանակեցին, որը Անահիտը լիովին չկարողացավ մեկնաբանել։ Դու նրանց կտեսնես այսօր կեսօրին, հավաստիացրեց Ռոբերտը։ Բայց նախ պետք է մի քանի կարևոր բաների մասին խոսենք։ Շատ մարդիկ են ուզում օգնել քեզ քո եղբայրներին։ Մարդիկ, ռեսուրսներով, որոնք կարող են անհավանական հնարավորություններ առաջարկել։ Ինչ տեսակի մարդիկ, կասկածամտորեն հարցրեց Անահիտը։ Մարինեն բացեց իր պայուսակը, սկսեց փաստաթղթեր հանել։ Վերջին 18 ժամվա ընթացքում մենք ստացել ենք 7 պաշտոնական առաջարկ տարբեր ընտանիքներից, որոնք հետաքրքրություն են հայտնել ձեզ աջակցություն տրամադրելու հարցում։ Այդ ընտանիքներից մի քանիսը նրանք Հայաստանի ամենահարուստ ազդեցիկ մարդկանցից են։ Անահիտը նայեց թղթերին, լիովին չհասկանալով։ Ինչ է նշանակում աջակցություն տրամադրել։ Ռոբերտը խորը շունչ քաշեց։ Ոմանք ուզում են ֆինանսապես օգնել։ Մյուսներն առաջարկում են վճարել կրթության, բնակարանի, բժշկական խնամքի համար։ Եվ ոմանք, նա վարանեց, ոմանք հետաքրքրված են որդեգրման գործընթացով։ Բառը ռումբի պես ընկավ լուր սենյակում։ Որդեգրում։ Անահիտը լսել էր այդ բառը նախկինում, սոցիալական աշխատողների միջ շուկով խոսակցություններում, որոնցից նա խուսափում էր փողոցներում։ Գիտեր, որ դա նշանակում է նոր ընտանիք, նոր կյանք։ Բայց նա նշանակում էր թողնել այն ամենը, ինչ ճանաչում էր։ Ես նոր ընտանիքի կարիք չունեմ, վճռականորեն ասաց Անահիտը։ Ես ընտանիք ունեմ։ Միքայելն ու Լիլիթը։ Նրանք իմ ընտանիքն են։ Եվ նրանք միշտ կլինեն, շտապեց ասել Ռոբերտը։ Ցանկացած առաջարկ, որը մենք կքննարկենք, պետք է ներառի ձեզ երեքիդ միասին։ Դա սակարկելի չէ։ Նախքան Անահիտը կկարողանար պատասխանել, դուռը մեղմ թակեցին։ Դրսի անվտանգության աշխատակիցը գլուխը ներս մտցրեց։ Պարոն Ալավերդյան, տիկին Բեատրիս Թադոսյանն այստեղ է։ Ասում է, որ հանդիպում ունի նշանակված։ Ռոբերտը նայեց իր ժամացույցին, գլխով արեց։ Թող ներս մտնի։ Մի։
Էլեգանտ կին ներս մտավ սենյակ։ Նա մոտ 50 տարեկան կլիներ, անթերի սանրվածքով շիկահեր մազեր, հագուստ, որը հարստություն էր ճչում, առանց տեսանելի պիտակների կարիքի։ Բայց այն, ինչ ամենաշատը գրավեց Անահիտի ուշադրությունը, նրա աչքերն էին։ Նրանց մեջ խորը, հին ու վատ բուժված տխրություն կար։ Անահիտ, ասաց նա, ձայնը մեղմ ու զուսպ, իմ անունը Բեատրիս Թադոսյան է։ Պատիվ է քեզ հետ ծանոթանալը։ Անահիտը ոչինչ չասաց, պարզապես հետում էր, թե ինչպես է կինը չափված քայլերով մոտենում մահճակալին։ Ես կարդացել եմ այն մասին, թե ինչ ես դու արել։ Քո քաջության մասին։ Այն մասին, թե ինչպես ես այդքան երկար ժամանակ մենակ խնամել քո եղբայրներին։ Բեատրիսը դադար տվեց, կարծես հաջորդ բառերը դժվար էին։ Ես իմ աղջկան կորցրել եմ 3 տարի առաջ։ Նա քո տարիքին էր։ Մի հանկարծակի հիվանդություն, որը բժիշկները չկարողացան ժամանակին բուժել։ Այդ ժամանակվանից իմ տունը չափազանց դատարկ է, չափազանց լուռ։ Իմ ամուսինն ու ես անսահմանափակ ռեսուրսներ ունենք, բայց նպատակ չունեինք։ Մինչ որ կարդացինք քո մասին։ Անահիտը կրծքում ինչ-որ բան զգաց։ Կարեկցանք, գուցե։ Ցավի ճանաչում։ Բայց նա զգուշություն։ Նա սովորել էր, որ կիսված ցավը ինքնաբերաբար վստահություն չի նշանակում։ Ես կցանկանայի քեզ քո եղբայրներին տուն առաջարկել, շարունակեց Բեատրիսը։ Մի տուն Վահագնի թաղամասում, բակով, լողավազանով, յուրաքանչյուրիդ համար առանձին սենյակներով։ Երանի լավագույն մասնավոր դպրոցները։ Շարունակական բժշկական հոգեբանական հսկողություն։ Ճանապարհորդություններ, փորձառություններ, այն ամենը, ինչ երեխաները պետք է ունենան։ Եվ ամենակարևորը՝ սեր։ Ընտանիք։ Դա առատաձեռն առաջարկ էր։ Ցանկացած մարդ դա կտեսներ։ Բայց Անահիտը բառերի մեջ մի բան լսեց, որը նրան անհանգստացրեց։ Դա իրենց մասին չէր։ Դա դատարկությունը լցնելու մասին էր։ Կորցրածը փոխարինելու մասին։ Շնորհակալություն առաջարկի համար, քաղաքավարի ասաց Անահիտը, այնպես, ինչպես մայրը սովորեցրել էր քաղաքավարի լինել նույնիսկ այն դեպքում, երբ համաձայն չէր։ Բայց ես պետք է մտածեմ։ Բեատրիսը գլխով արեց, ակնհայտորեն սպասելով այդ պատասխանին։ Իհարկե։ Ես իմ կոնտակտները կթողնեմ պարոն Ալավերդյանի մոտ։ Հանգիստ մտածիր։ Բայց իմացիր, որ իմ դուռը միշտ բաց է։ Նրա գնալուց հետո մի պահ լռություն տիրեց։ Մարինեն էր, որ խախտեց այն։ Նա առաջինն էր։ Եվս 6 հոգի սպասում են քեզ հետ խոսելու առաջիկա օրերին։ Բոլորը նմանատիպ առաջարկներով, բոլորը հսկայական ռեսուրսներով։ Ինչու են այդքան շատ մարդիկ ուզում որդեգրել մեկին, ում նույնիսկ չեն ճանաչում, անկեղծորեն շփոթված հարցրեց Անահիտը։ Ռոբերտը հոգոց հանեց։ Ոմանք անկեղծ դրդապատճառներ ունեն, ինչպես Բեատրիսը։ Երեխաներ են կորցրել, ուզում են այդ դատարկությունը լցնել։ Մյուսները հնարավորություն են տեսնում լավ բան անելու, իրենց ռեսուրսներն օգտագործելու կյանքեր փոխելու համար։ Եվ ոմանք, նա դադար տվեց, խնամքով ընտրելով բառերը, ոմանք հնարավորություն են տեսնում իրենց հանրային իմիջը բարելավելու։ Նա հերոսներ եռալու։ Ուրեմն դա իրենց մասին է, ոչ թե մեր, եզրակացրեց Անահիտը մի խորաթափանցությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Ոչ միշտ, միջամտեց Մարինեն։ Բայց դու պետք է հասկանաս, որ քո պատմությունը շատ մարդկանց է հուզել։ Եվ ռեսուրսներ ունեցող մարդիկ ուզում են օգնել։ Հարցն այն է, թե ով է օգնում ճիշտ դրդապատճառներով։ Օրվա մնացած մասը խոսակցությունների, առաջարկների խոստումների մշուշ էր։ Մի շինարար գործարար առաջարկեց առանձնատուն անսահմանափակ միջոցներ կրթության համար։ Երանյան ավանդական ընտանիքի ժառանգորդուհին խոսեց ավանդույթի ժառանգության մասին։ Հայտնի բժիշկը խոստացավ լավագույն բուժում ցմահ հսկողություն։ Յուրաքանչյուրն իր պատմությունն ուներ, իր դրդապատճառները, իր գայթակղիչ առաջարկները։ Բայց Անահիտը կարող էր մտածել միայն մի բանի մասին։ Միքայելն ու Լիլիթը։ Որտեղ էին նրանք։ Ինչպես էին։ Վախեցած էին։ Կարոտած։ Վերջապես կեսօրին Ռոբերտը հայտարարեց, որ ժամանակն է գնալ նրանց տեսնելու։ Անահիտին տարան սայլակով, դեռ վերքերից ապաքինվելով, հիվանդանոցի միջանցքներով մինչ մի առանձնացված սենյակ, որտեղ, վերջապես, տեսավ իր եղբայրներին։ Անի, գոռաց Միքայելը այն մականունով, որը միայն ինքն էր օգտագործում, վազելով դեպի սայլակը։
Լիլիթը հետեց նրան, ավելի դանդաղ, բայց նույն հրատապությամբ։ Անահիտը գրկեց նրանց իր ողջ ուժով, անտեսելով ուսի ցավը, զգալով, թե ինչպես են արցունքներն ազատ հոսում իր դեմքով։ Նրանցից օճառի շամպունի հոտ էր գալիս, նրանք մաքուր ու նոր հագուստով էին, լվացված ու սանրված մազերով։ Բայց նրանք նույնն էին։ Իր եղբայրները։ Իր ընտանիքը։ Դու անհետացար, ասաց Միքայելը, մեղադրական, բայց անհանգստությամբ լի ձայնով։ Դու խոստացար, որ երբեք չես անհետանա։ Գիտեմ, գիտեմ։ Ներիր ինձ, շշնջաց Անահիտը, համբուրելով նրա գլուխը։ Բայց ես հիմա այստեղ եմ։ Մենք միասին ենք։ Լիլիթը ոչինչ չասաց, պարզապես կառչեց Անահիտից, կարծես վախենում էր, որ նա կրկին կանհետանա, եթե բաց թողնի։ Սոցիալական աշխատողը, որը խնամում էր նրանց, մի երիտասարդ կին, Կարինե անունով, արցունքոտ աչքերով հետում էր տեսարանին։ Նրանք շատ քաջ էին, ասաց նա Ռոբերտին։ Բայց ամեն 5 րոպեն մեկ քո մասին էին հարցնում։ Որտեղ էիք դուք, հարցրեց Անահիտն իր եղբայրներին։ Մի մեծ տանը, ոգորված բացատրեց Միքայելը։ Ուրիշ երեխաների հետ։ Եվ ուտելիք կար, Անի։ Այնքան ուտելիք։ Եվ իսկական մահճակալներ։ Եվ խաղալիքներ։ Լիլիթը վերջապես բավականաչափ բաց թողեց Անահիտին, որպեսզի նայի նրան։ Բայց դու չկայիր, շշնջաց նա, այդ 3 բառերը կտոր-կտոր արեցին Անահիտի սիրտը։ Գիտեմ, փոքրիկս։ Բայց հիմա մենք միասին կլինենք։ Խոստանում եմ։ Ռոբերտը զգուշորեն մոտեցավ։ Բար, Միքայել։ Բար, Լիլիթ։ Իմ անունը Ռոբերտ է։ Ես ձեր քեռին եմ։ Միքայելը շփոթված նայեց Անահիտին։ Քեռի։ Դա երկար պատմություն է, ասաց Անահիտը։ Բայց նա մեր մայրիկի եղբայրն է։ Նա մեզ օգնում է։ Գուրգենը, Ռոբերտի որդին, այդ պահին ամաչկոտորեն ներս մտավ սենյակ։ Նա 10 տարեկան էր, մուգ մազերով աչքերով, որոնք խելք ու զգայունություն էին ցույց տալիս։ Երբ տեսավ Անահիտին, դեմքը լուսավորվեց։ Դու ավելի լավ ես, ասաց նա, մոտենալով։ Բժիշկներն ասացին, որ դու լավ կլինես, բայց ես անհանգստանում էի։ Ես լավ եմ, հավաստիացրեց Անահիտը։ Քո շնորհիվ, որ արագ օգնություն կանչեցիր։ Գուրգենը եռանդուն թափահարեց գլուխը։ Ոչ։ Քո շնորհիվ։ Դու ինձ փրկեցիր։ Դու ինձ նույնիսկ չէիր ճանաչում, փրկեցիր։ Նա նայեց Միքայելին ու Լիլիթին։ Ձեր քույրը հերոս է։ Միքայելն անմիջապես հպարտացավ։ Գիտեմ։ Նա միշտ մեզ խնամում է։ Նա աշխարհի լավագույն քույրն է։ Այդ պահին, տեսնելով իր եղբայրներին ապահով, տեսնելով անկեղծ երախտագիտություն Գուրգենի աչքերում, տեսնելով Ռոբերտին, որը հուզմունքով հետում էր ամեն ինչին, Անահիտը պարզության մի պահ ունեցավ։ Իր կյանքն անդառնալիորեն փոխվել էր։ Վերադարձ դեպի կամրջի տակ, դեպի մաշված կապույտ բրեզենտը, դեպի ցուրտ գիշերներն ու սովի օրերը չկար։ Բայց ինչ էր սպասվում հետո։ Որ ճանապարհը պետք է ընտրեր։ Հաջորդ օրերը լարված ու հոգնեցուցիչ էին։ Անահիտն ավելի շատ այցելուներ ընդունեց, ավելի շատ առաջարկներ լսեց, յուրաքանչյուրը նախորդից ավելի մշակված։ Ծանոթացավ Ռուբեն Մանուկյանի հետ, սուպերմարկետների ցանցի սեփականատեր, որն առաջարկեց կայունության ապագա բիզնեսի կյանք։ Ծանոթացավ Սոֆի Ռոստոմյանի հետ, հայտնի դերասանուհի, որը խոսեց հանրայնության զվարճանքի ոլորտում հնարավորությունների մասին։ Ծանոթացավ Ֆերդինանդ Կոստանյանի հետ, ազդեցիկ քաղաքական գործիչ, որը խոստացավ օգտագործել իր դիրքը լավագույն հնարավոր ապագան ապահովելու համար։ Յուրաքանչյուրն իր առավելություններն ուներ։ Յուրաքանչյուրը աներակայելի ռեսուրսներ ուներ։ Յուրաքանչյուրը աշխարհն էր խոստանում։ Բայց Անահիտը մի օրինաչափություն էր նկատում։ Բոլորը խոսում էին այն մասին, թե ինչ կարող են առաջարկել առանձնատների, մեքենաների էլիտար դպրոցների մասին։ Ոչ ոք չէր հարցնում, թե ինքն իրականում ինչ է ուզում։ Ոչ ոք նրան իսկապես չէր լսում։ Հիվանդանոցում 5-րդ օրն էր, որ մի տարբեր բան տեղի ունեցավ։ Ռոբերտը սենյակ մտավ դեմքին տարօրինակ արտահայտությամբ։ Եվս մեկ մարդ կա այստեղ, քեզ հետ ծանոթանալու, ասաց նա։ Բայց սա տարբեր է։ Ինչով է տարբեր, հարցրեց Անահիտը։ Նա միլիարդներ չունի։ Իրականում, հանրակրթական դպրոցի ուսուցիչ է։
ID. Ապրում եմ Մալաթիա Սեբաստիայում մի համեստ տանը։ Բայց այնքան էր պնդում քեզ հետ խոսել, որ մտածեցի, պետք է հնարավորություն տամ։ Մի տղամարդ ներս մտավ։ Նա մոտ 45 տարեկան կլիներ, քունքերին ալեխառն մազեր, պարզ, բայց մաքուր հագուստ։ Ձեռքերը կոշտացած էին, դեմքը արտահայտության գծերով նշված, որոնք աշխատանքի հոգսերի կյանք էին ցույց տալիս։ Բայց աչքերը բարի էին։ Բար, Անահիտ, ասաց նա, ձայնը հանգիստ ու անշտապ։ Իմ անունը Պողոս է։ Պողոս Սահակյան։ Մաթեմատիկայի ուսուցիչ եմ։ Անահիտը սպասում էր մեծ առաջարկի, անհնարին առաջարկների ցուցակի։ Բայց Պողոսը պարզապես մի աթոռ քաշեց ու նստեց։ Ես քո պատմությունը հեռուստացույցով տեսա, սկսեց նա։ Եվ ինձ հիշեցրեց, թե երբ ես ու կինս երիտասարդ էինք, նույնպես փողոցում էինք ապրում։ Մենք կարողացանք դուրս գալ այդ կյանքից շատ աշխատանքի առատաձեռն մարդկանց օգնության շնորհիվ։ Կինս 2 տարի առաջ մահացավ, տունն այդ ժամանակվանից դատարկ է։ Ցավակցում եմ, անկեղծորեն ասաց Անահիտը։ Շնորհակալություն։ Նա քեզ կհավաներ։ Նա նույնպես հսկայական սիրտ ուներ։ Պողոսը դադար տվեց։ Ես առանձնատներ չունեմ առաջարկելու։ Լողավազան կամ ներմուծված մեքենաներ չունեմ։ Ես ունեմ 3 սենյականոց տուն մի սովորական թաղամասում։ Փոքրիկ բակ, որտեղ 2 շուն եմ պահում, որոնց փրկել եմ։ Ես ուսուցչի պարզ առօրյա ունեմ։ Շուտ եմ արթնանում, գիշերները տետրեր եմ ստուգում, նորմալ կյանքով եմ ապրում։ Ապա ինչու եք այստեղ, անկեղծ հետաքրքրությամբ հարցրեց Անահիտը։ Որովհետև երբ տեսա քեզ քո եղբայրներին, տեսա ինձ կնոջս շատ տարիներ առաջ։ Տեսա երեխաների, որոնց կայունություն է պետք, ոչ թե ներկայացում։ Տեսա մեկին, ում տուն է պետք, ոչ թե դղյակ։ Եվ մտածեցի, որ գուցե, միայն գուցե, ես կարող եմ առաջարկել մի բան, որն այդ մյուս մարդիկ չեն կարող։ Նորմալություն։ Սովորական, բայց ապահով կյանք։ Անահիտը երկար լուռ մնաց։ Պողոսի պարզության մեջ մի բան կար, որն իր հետ այնպես էր հնչում, ինչպես բոլոր մեծ առաջարկները չէին կարողացել։ Կարող եմ մտածել, հարցրեց նա։ Իհարկե։ Ես չեմ շտապում։ Եվ եթե դու այլ ճանապարհ ընտրես, դա էլ է նորմալ։ Պարզապես ուզում էի, որ իմանայիր, որ առանձնատներից ու արտոնություններից բացի այլ տարբերակներ էլ կան։ Երբեմն այն, ինչ մեզ պետք է, պարզապես մի վայր է, որտեղ կարող ենք լինել ինքներս մեզ։ Պողոսի գնալուց հետո Ռոբերտը նստեց Անահիտի կողքին։ Ինչ մտածեցիր։ Նա տարբեր էր, խոստովանեց Անահիտը։ Մյուս բոլորը խոսում են այն մասին, թե ինչ ունեն։ Նա խոսեց այն մասին, թե ինչ է ինքը։ Իսկ ես, մեղմորեն հարցրեց Ռոբերտը։ Ես որտեղ եմ տեղավորվում այս ամենի մեջ։ Անահիտը նայեց իր քեռուն, այս մարդուն, որը պարզվեց ընտանիք է, որն այդքան ուշադիր ու ներկա էր եղել։ Դու արյունակից ես։ Իսկական ընտանիք ես։ Բայց, նա վարանեց։ Բայց, քաջալերեց Ռոբերտը։ Բայց քո կյանքը շատ մեծ է։ Շատ բարդ։ Անվտանգության աշխատակիցներ, հանդիպումներ, կարևոր մարդիկ։ Գուրգենն ինձ պատմել է քո առօրյայի մասին։ Դու հազիվ շնչելու ժամանակ ունես։ Ինչպես ժամանակ կունենայիր 3 երեխաների համար, որոնք շատ ուշադրության կարիք ունեն։ Ռոբերտը հետ քաշվեց, կարծես հարված ստացած լիներ։ Ես ժամանակ կգտնեի։ Անհրաժեշտության դեպքում ամեն ինչ կփոխեի։ Կփոխեիք, հարցրեց Անահիտը։ Թե կփորձեիք մեզ տեղավորել այն կյանքում, որն արդեն ունեք։ Դա դաժան, բայց անհրաժեշտ հարց էր։ Ռոբերտը երկար լուռ մնաց։ Դու շատ իմաստուն ես 7 տարեկանի համար, վերջապես ասաց նա։ Ստիպված էի արագ մեծանալ, պարզ պատասխանեց Անահիտը։ Այդ գիշեր, մենակ իր հիվանդասենյակում, Անահիտը մտածում էր այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել։ Մեկ շաբաթ առաջ նա կամրջի տակ էր, անհանգստացած միայն հաջորդ օրվա համար ուտելիք գտնելու մասին։ Հիմա 8 տարբեր ընտանիքներ ուզում էին իրեն որդեգրել, առաջարկելով կյանքեր, որոնց մասին նա նույնիսկ չէր երազում, որ հնարավոր են։ Բայց ինչ էր նա իրականում ուզում։ Փորձեց իրեն իր եղբայրներին պատկերացնել յուրաքանչյուր սցենարում։ Բեատրիսի առանձնատանը շրջապատված շքեղությամբ, բայց միշտ զգալով, որ իրենք կորցրածի փոխարինողներ են։ Գործարարի տանը, բոլոր ռեսուրսներով, բայց նա բոլոր ակնկալիքներով։
Ռոբերտի բուռն կյանքում, արյունակից ընտանիքով, բայց քիչ որակյալ ժամանակով։ Եվ հետո մտածեց Պողոսի համեստ տան մասին։ Առանց փայլի, առանց շքեղության, բայց պարզապես երեխա լինելու տարածքով։ Կանխատեսելի առօրյայով, սեղանի շուրջ ընթրիքներով, տնային աշխատանքներով, բակում խաղերով։ Նորմալությամբ։ Սա էր նա ուզում։ Նորմալություն։ Այն ամենից հետո, ինչի միջով անցել էր, արժանի չէր ավելիին։ Արժանի չէր տառապանքի փոխհատուցման։ Բայց որքան շատ էր մտածում, այնքան ավելի էր հասկանում, որ փոխհատուցումը նույնը չէ, ինչ բուժումը։ Շքեղությունը չէր ջնջում տրավման։ Փողը չէր փոխարինում հուզական անվտանգությանը։ Դուռը մեղմ բացվեց։ Մարինեն էր, Ռոբերտի փաստաբանը։ Ներիր, որ այսքան ուշ եմ անհանգստացնում, ասաց նա։ Բայց մի բան կա, որ դու պետք է իմանաս։ Լրատվամիջոցները իմացել են որդեգրման առաջարկների մասին։ Դրսում կրկես է։ Դրան անվանում են պայքար հերոս որբերի համար։ Հեռուստահաղորդում կա, որ ուզում է հատուկ թողարկում անել։ Վավերագրական ֆիլմի շուրջ բանակցություններ են ընթանում։ Քո կյանքը հանրային զվարճանք է դարձել։ Անահիտը սրտխառնոց զգաց։ Ինչպես դադարեցնեմ սա։ Չես կարող, ազնվորեն ասաց Մարինեն։ Ոչ լիովին։ Բայց կարող ես վերահսկել պատմությունը։ Կարող ես ընտրություններ կատարել, որոնք ցույց կտան, որ դու մրցանակ չես։ Որ դու երեխա ես, սեփական կամքով ձայնով։ Ինչպես։ Նախ, պետք է որոշես, թե իրականում ինչ ես ուզում։ Ոչ թե այն, ինչն ավելի տպավորիչ կլիներ կամ ինչը լավագույն վերնագիրը կդառնար։ Այն, ինչ դու, Անահիտ, 7 տարեկան երեխա, որը ամիսներ շարունակ մենակ խնամել է իր եղբայրներին, իրականում ուզում կարիք ունի։ Դա առաջին անգամն էր, որ ինչ-որ մեկը հարցը այդպես էր դնում։ Ոչ թե այն մասին, թե ինչ էր առաջարկվում, այլ այն մասին, թե ինչ էր անհրաժեշտ։ Ուզում եմ, որ Միքայելը նորից երեխա դառնա, դանդաղ ասաց Անահիտը, թույլ տալով մտքերին բառերի վերածվել։ Ուզում եմ, որ նա դադարի մղձավանջներ տեսնել։ Ուզում եմ, որ Լիլիթը նորից նորմալ խոսի, առանց վախի։ Ուզում եմ դպրոց գնալ ավելի լավ կարդալ սովորել։ Ուզում եմ ընկերուհիներ ունենալ։ Ուզում եմ քնել, առանց մի աչքս բաց պահելու։ Ուզում եմ մի կյանք, որտեղ ստիպված չեմ լինի անընդհատ մեծահասակ լինել։ Սրանք անկեղծ կարիքներ են, ասաց Մարինեն։ Հիմա մտածիր, այս առաջարկներից ո՞րն է իրականում բավարարում այդ կարիքները։ Ոչ թե նրանք, որոնք ավելի շատ բան են առաջարկում, այլ նրանք, որոնք առաջարկում են բուժման աճի համար ճիշտ միջավայր։ Անահիտը մտածեց։ Առանձնատները տպավորիչ էին, բայց վախեցնող։ Էլիտար դպրոցները լավ կհնչեին թղթի վրա, բայց արդյոք նա իրեն օտար կզգար։ Բարձր հասարակության կյանքը նոր ճնշումներ, նոր ակնկալիքներ կբերեր։ Նա գոյատման մի տեսակը կփոխարիներ մյուսով։ Ուսուցիչը, վերջապես ասաց Անահիտը։ Պողոսը։ Նա առաջարկեց այն, ինչն ինձ իրականում պետք է։ Ոչ թե այն, ինչը տպավորում է, այլ այն, ինչը բուժում է։ Մարինեն ժպտաց։ Դա քաջ ընտրություն է։ Շատերին կհիասթափեցնի, ովքեր մոխրոտի պատմություն էին սպասում։ Իմ կյանքը հեքիաթ չէ, պատասխանեց Անահիտը։ Այն իրական է։ Եվ իրական լուծումների կարիք ունի, ոչ թե ֆանտազիաների։ Համոզված ես։ Որովհետև երբ դու դա հայտարարես, հետդարձի ճանապարհ չկա։ Մյուս առաջարկները հավանաբար կանհետանան։ Դա քո միակ հնարավորությունն է նման ռեսուրսների հասանելիություն ունենալու։ Անահիտը մտածեց իր մոր մասին, թե ինչպես էր նա միշտ ասում, որ հարստությունը իրերի մեջ չէ, այլ մարդկանց։ Մտածեց տիկին Մարինեի նրա համեստ հացատան մասին, որն ավելի կարևոր էր, քան ցանկացած առանձնատուն։ Մտածեց իր եղբայրների այն մասին, թե նրանց իրականում ինչ է պետք։ Համոզված եմ, ասաց նա։ Հաջորդ առավոտ Ռոբերտը հանդիպում կազմակերպեց բոլոր հավակնորդների հետ։ Անահիտը պնդեց ներկա լինել, նույնիսկ բժշկի խորհրդին հակառակ։ Ուզում էր, որ տեսնեն իր դեմքը, երբ իր որոշումը կայացնի։ Սենյակը լեփ-լեցուն էր։ Բեատրիսն իր անթերի կոստյումով։ Ռուբենն իր օգնականների շքախմբով։ Սոֆին իր հասարակայնության հետ կապերի թիմով։ Ֆերդինանդն իր քաղաքական խորհրդականներով։ Եվս 4 հոգի, որոնց Անահիտը հպանցիկ ծանոթացել էր։
Եվ անկյունում գրեթե օտար այսքան շքեղության մեջ Պողոսն իր պարզ վերնաշապիկով անսասան հանգստությամբ։ Մարինեն սկսեց հանդիպումը, բացատրելով որդեգրման իրավական գործընթացը, երեխաների իրավունքները, հաջորդ քայլերը։ Բայց Անահիտը նրան ընդհատեց։ «Կարող եմ խոսել», հարցրեց նա։ Բոլորի հայացքներն ուղղվեցին նրան։ Մարինեն գլխով արեց։ Անահիտը ոտքի կանգնեց, դեռ ցավով, բայց պետք է դա ոտքի վրա աներ։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ հոգատարության համար, օգնելու ցանկության համար։ Գիտեմ, որ ձեզանից շատերը բարի մտադրություններ ունեն։ Բայց ես պետք է անեմ այն, ինչը լավագույնն է ինձ իմ եղբայրների համար։ Եվ այն, ինչը լավագույնն է, պարտադիր չէ, որ ամենատպավորիչը թվա»։ Նա շփոթություն տեսավ որոշ դեմքերին, հասկացողություն մյուսներին։ «Ես ընտրել եմ Պողոս Սահակյանին որպես իմ խնամակալ։ Նա ամենամեծ տունը կամ ամենաշատ փողը չունի։ Բայց նա առաջարկեց մի բան, որի կարիքն ավելի շատ ունեմ։ Իսկական տուն։ Ոչ թե պալատ, այլ տուն»։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Որոշ հավակնորդներ ցնցված էին թվում։ Մյուսները՝ թեթացած։ Բեատրիսի աչքերում արցունքներ կային, բայց նա հասկացողությամբ գլխով արեց։ «Դու շատ յուրահատուկ աղջիկ ես, Անահիտ», ասաց Բեատրիսը։ «Դու ճիշտ ընտրություն կատարեցիր։ Քաջ ընտրություն»։ Ռուբենը, գործարարը, ոտքի կանգնեց գնալու, ակնհայտորեն հիասթափված։ Բայց գնալուց առաջ կանգ առավ։ «Եթե ձեզ որևէ բան պետք լինի, ցանկացած բան, իմ գրասենյակը հասանելի է։ Կրթություն, բժշկական արտակարգ իրավիճակներ, ինչ որ լինի։ Օգնության առաջարկը չի անհետանում միայն այն պատճառով, որ ինձ չընտրեցին»։ Մեկ առ մեկ մյուսները հետեցին օրինակին։ Ոմանք ավելի մեծ շնորհով, քան մյուսները, բայց բոլորը ճանաչելով Անահիտի որոշումը։ Եվ ի զարմանս նրա, մի քանիսը կոնտակտային տվյալներ թողեցին, առաջարկելով ապագա օգնություն, առանց ազգակցության ակնկալիքի։ Երբ սենյակը վերջապես դատարկվեց, մնացին միայն Անահիտը, Պողոսը, Ռոբերտը, Մարինեն, Կարինեն, սոցիալական աշխատողը։ «Համոզվա՞ծ ես սրանում», հարցրեց Կարինեն Անահիտին։ «Որովհետև կարող ենք հետ շրջել, եթե մտափոխվես»։ «Համոզված եմ», հաստատեց Անահիտը։ Բայց նա նայեց Ռոբերտին։ «Կարող եմ երկու ընտանիք ունենալ։ Պողոսը, որպես խնամակալ, բայց դուք, որպես քեռի։ Գուրգենը, որպես զարմիկ»։ Ռոբերտը թեթացած հոգոց հանեց։ «Դա մեծ պատիվ կլիներ։ Հսկայական պատիվ»։ «Իսկ դուք», Անահիտը նայեց Պողոսին։ «Կարող եք շուրջ բոլորը ընտանիք ունենալ։ Քեռիներ, զարմիկներ, ժամանակավոր տատիկ-պապիկներ»։ Պողոսը ծիծաղեց, ձայնն անկեղծ ու ջերմ էր։ «Որքան շատ, այնքան լավ։ Ընտանիքը մրցակցություն չէ։ Գումարում է»։ «Ուրեմն որոշված է», ասաց Մարինեն, սկսելով փաստաթղթերը պատրաստել։ «Սկսում ենք խնամակալության գործընթացը»։ Բայց նախքան նրանք կկարողանային շարունակել, դուռը բուռն բացվեց։ Ռոբերտի անվտանգության աշխատակիցը վազելով ներս մտավ։ «Պարոն, մամուլը ներխուժել է նախասրահ։ Իմացել են հանդիպման մասին։ Հայտարարություն են ուզում։ Եվ մի բան էլ կա»։ «Ինչ», հարցրեց Ռոբերտը։ «Ներքում մի փաստաբան կա։ Ասում է, որ ներկայացնում է երեխաների կենսաբանական հորը։ Ծնողական իրավունքներ է պահանջում»։ Աշխարհը կարծես կանգ առավ։ Անահիտը զգաց, թե ինչպես է գետինը անհետանում իր ոտքերի տակից։ Հա, իրը։ Այն մարդը, որի մասին մայրը երբեք չէր նշել, որը երբեք չէր հայտնվել, որը լքել էր նրանց։ «Նա իրավունք չունի», ասաց Անահիտը, ձայնը շատ ավելի բարձր դուրս գալով, քան մտադրվել էր։ «Նա երբեք մեզ չի ուզել։ Երբեք մեզ չի փնտրել։ Չի կարող հիմա հայտնվել»։ Պողոսը ծնկի իջավ նրա դիմաց, նրբորեն բռնելով ուսերից։ «Հանգիստ։ Մենք սա կլուծենք։ Ոչ ոք ձեզ չի բաժանի, խոստանում եմ»։ Բայց խոստումը դատարկ հնչեց։ Որովհետև Անահիտը գիտեր իրականությունը։ Գիտեր, թե ինչպես է աշխարհը գործում։ Կենսաբանական հայրերն իրավունքներ ունեին։ Եվ եթե այդ մարդը հետաքրքրված էր հիմա, երբ լրատվամիջոցներ, փող, ուշադրություն կային, նա համոզված չէր, որ որևէ խոստում կարող էր պաշտպանել իրենց։ Ռոբերտը հեռախոսով էր, արագ խոսում էր։
Մարինեն արդեն համակարգիչների մոտ էր, իրավական նախադեպեր էր փնտրում։ Կարինեն փորձում էր հանգստացնել Անահիտին, մինչ Պողոսը մնում էր նրա կողքին, ամուր ներկայություն քաոսի մեջ։ Եվ այսպես, այն պահին, երբ Անահիտը կարծում էր, թե վերջապես ճանապարհ է գտել, հորիզոնում նոր փոթորիկ էր ձավորվում։ Որովհետև նրա խնամակալության համար պայքարը հեռու էր ավարտվելուց։ Եվ հաջորդ հակառակորդը մեկը չէր, ում կարելի էր պարզապես մերժել ընտրությամբ։ Նա մեկն էր, ով օրենքով իրավունքներ ուներ, որոնք կարող էին գերազանցել մյուս բոլորին։ Նա մեկն էր, ով ուներ իշխանություն, ոչնչացնելու այն ամենը, ինչ Անահիտը փորձում էր կառուցել։ Եվ նա չգիտեր, թե այս անգամ բավականաչափ ուժեղ կլինի պայքարելու այն ամենի դեմ, ինչ սպասվում էր։ Հիվանդանոցի քաոսը ժամեր տեց։ Լրագրողները հավաքվել էին նախասրահում, տեսախցիկները ֆիքսում էին յուրաքանչյուր շարժում, խոսափողները մեկնվում էին յուրաքանչյուրի ուղղությամբ, ով տեղեկություն ունեցողի տեսք ուներ։ Հերոս աղջկա պատմությունը, որը հարստության փոխարեն պարզությունն ընտրեց, արդեն իսկ բավականաչափ սենսացիոն էր։ Բայց հիմա իրավունքներ պահանջող կենսաբանական հոր հանկարծակի հայտնվելով, պատմությունը դրամայի նոր շերտ էր ստացել, որը լրատվամիջոցները կլանում էին անհագուրդ ախորժակով։ Անահիտը նստած էր հիվանդանոցի մահճակալին, գրկելով Միքայելին ու Լիլիթին, որոնց շտապ բերել էին, երբ իրարանցումը սկսվեց։ Նրանք լիովին չէին հասկանում, թե ինչ է կատարվում, բայց զգում էին Անահիտի վախը, դա նրանց էլ էր վախեցնում։ Ռոբերտը հեռախոսով խոսում էր իր փաստաբանների հետ։ Մարինեն կատաղի կերպով տպում էր իր նոութբուքի վրա, փաստաթղթեր պատրաստելով։ Պողոսը շարունակում էր նստած մնալ մահճակալի կողքին, հանգիստ ներկայություն փոթորկի մեջ, բռնելով Անահիտի ձեռքը, երբ նա սկսում էր դողալ։ Կարինեն, սոցիալական աշխատողը, սենյակ մտավ անհանգիստ արտահայտությամբ։ Մենք պետք է խոսենք իրավական իրավիճակի մասին։ Պարոն Հենրիկ Սիլանյանի փաստաբանը շատ համառ է։ Նա սպառնում է դատական հայց ներկայացնել, եթե մենք հանդիպում թույլ չտանք։ Հենրիկ Սիլանյան, կրկնեց Անահիտը անունը, փորձելով այն իր լեզվով։ Դա առաջին անգամն էր, որ լսում էր իր հոր լրիվ անունը։ Մայրը երբեք նրա մասին չէր խոսում, միշտ շեղում էր թեման, երբ Անահիտը հարցնում էր։ Այն ամենը, ինչ գիտեր, այն էր, որ նա գնացել էր, նախքան ինքը գծնվեր, երբեք չէր վերադարձել։ Դու պարտավոր չես նրան տեսնել, եթե չես ուզում, վճռականորեն ասաց Պողոսը։ Ոչ ոք չի կարող քեզ ստիպել։ Իրականում, ընդհատեց Մարինեն, հայացքը բարձրացնելով էկրանից, իրավաբանորեն նա իրավունք ունի այցելություն պահանջելու։ Նա կենսաբանական հայրն է, նրա դեմ դատական որոշում չկա։ Դերս։ Դերս, հարցրեց Ռոբերտը։ Ուսումնասիրում եմ։ Եթե կարողանանք ապացուցել դիտավորյալ լքելը, երկարատ անտեսումը, կարող ենք պնդել ծնողական իրավունքներից զրկելու մասին։ Բայց դա երկար ու բարդ գործընթաց է։ Եվ նա դա գիտի։ Դրա համար է հայտնվել հիմա, երբ հանրային ուշադրություն կա։ Գիտի, որ ցանկացած դատավոր կվարանի հայրական իրավունքները մերժել, երբ ամբողջ երկիրը հետում է։ Անահիտը զգաց, թե ինչպես է զայրույթը բորբոքվում իր կրծքում, տաք ու սուր։ Նա մեր մասին չէր մտածում, երբ մենք փողոցում էինք։ Երբ սոված էինք։ Երբ մայրիկը հիվանդ էր, օգնության կարիք ուներ։ Բայց հիմա, երբ տեսախցիկներ ու փող կան, նա ուզում է հայր լինել։ Ճիշտ այդպես, համաձայնեց Մարինեն։ Եվ մենք պետք է դա ապացուցենք։ Բայց ապացուցելու համար դու պետք է նրան տեսնես։ Խոսես նրա հետ։ Թույլ տաս, որ ինքն իրեն մատնի։ Ոչ, անմիջապես ասաց Պողոսը։ Նա երեխա է։ Մենք նրան որպես խայծ չենք օգտագործի իրավական խաղում։ Դա խաղ չէ, հակադարձեց Մարինեն։ Դա նրա կյանքն է։ Եվ եթե մենք դա չանենք, նա կարող է այցելության իրավունքներ ստանալ։ Ավելի վատ, կարող է համատեղ խնամակալություն ստանալ։ Դուք հասկանում եք, թե դա ինչ է նշանակում։ Անահիտն ու իր եղբայրները ստիպված կլինեն ժամանակ անցկացնել մի մարդու հետ, որը լքել է նրանց, միայն այն պատճառով, որ նա որոշել է հայտնվել հարմար պահին։ Սենյակում ծանր լռություն տիրեց։ Անահիտը նայեց Միքայելին ու Լիլիթին, որոնք նրան էին նայում մեծ ու վստահ աչքերով։ Նրանք հավատում էին, որ ինքը միշտ կիմանա, ինչ անել, որ միշտ նրանց ապահով կպահի։ Բայց ինչպես կարող էր պաշտպանել նրանց սրանից։ Ես կանեմ, վերջապես ասաց Անահիտը, ձայնը փոքր, բայց վճռական։ Ես կտեսնեմ նրան։ Բայց պայմաններով։
Բոլորը նայեցին նրան։ Ուզում եմ, որ դուք սենյակում լինեք, շարունակեց նա, նայելով Ռոբերտին, Պողոսին, Կարինեին։ Ուզում եմ, որ ամեն ինչ ձայնագրվի։ Եվ եթե ես ասեմ, որ ուզում եմ դադարեցնել, խոսակցությունը կավարտվի։ Անմիջապես։ Մարինեն գլխով արեց։ Կարող ենք դա անել։ Ես ամեն ինչ կպատրաստեմ։ Հանդիպումը նշանակվեց հաջորդ օրը հիվանդանոցի կոնֆերանս սրահում, որը հատուկ պատրաստվել էր։ Տեղադրվել էին զուսպ տեսախցիկներ, թաքնված խոսափողներ, դիրքավորվել էին վկաներ։ Միքայելն ու Լիլիթը կմնային Գուրգենի Ռոբերտի կնոջ հետ մեկ այլ հարկում, ցանկացած լարվածությունից հեռու։ Անահիտն այդ գիշեր չքնեց։ Արթուն մնաց, պատկերացնելով, թե ինչպիսին կլինի տեսնել այն մարդուն, որը ստեղծել է իրեն, բայց երբեք չի ճանաչել։ Արդյոք նման կլինի իրեն։ Նույն շագանակագույն աչքերը կունենա։ Նույն բարձր ճակատը։ Թե կլինի լիովին անծանոթ, առանց որե կապի, բացի կենսաբանությունից։ Երբ առավոտը եկավ, նա հոգնած ու նյարդային էր։ Պողոսն օգնեց նրան հագնվել, ընտրելով պարզ, բայց արժանապատիվ հագուստ։ Չէին ուզում, որ նա փխրուն զոհի տեսք ունենա, բայց նա շքեղություն չէին ուզում։ Անահիտը պետք է հենց այնպիսին երար, ինչպիսին կար սովորական երեխա, որն արտասովոր բաների միջով է անցել։ Հենրիկ Սիլանյանը ժամանեց ճիշտ առավոտյան ժամը 10-ին։ Անահիտը լսեց նրա ձայնը միջանցքում, նախքան նրան տեսնելը մի խորը ձայն, որը մանրամասներ էր քննարկում իր փաստաբանի հետ։ Հետո դուռը բացվեց, նա ներս մտավ։ Նա բարձրահասակ էր, գուցե 40 տարեկան, մուգ մազերով, որոնք սկսում էին ալեխառնվել քունքերին։ Կրում էր մի կոստյում, որը նոր էր թվում, կարծես հատուկ այդ առիթի համար գնված լիներ։ Եվ այո, նա ուներ նույն շագանակագույն աչքերը, ինչ Անահիտը։ Նույն դիմային ոսկրային կառուցվածքը։ Սեփական արտացոլանքը անծանոթի մեջ տեսնելը անհանգստացնող էր։ Անահիտ, ասաց նա, նրա ձայնում անկեղծ հուզմունք կար։ Կամ գոնե, անկեղծ էր թվում։ Դու այնքան ես մեծացել։ Այնքան մեծ ես։ Անահիտը ոչինչ չասաց։ Պարզապես հետում էր, թե ինչպես է նա մոտենում, շարժումները զգույշ, կարծես վախեցած կենդանու մոտենար։ Գիտեմ, որ հարցեր ունես, շարունակեց Հենրիկը, երբ հասկացավ, որ նա չի պատասխանելու։ Գիտեմ, որ պետք է շփոթված լինես, թե ինչու եմ հիմա այստեղ։ Եվ ես բացատրություններ ունեմ։ Ապա բացատրիր, ասաց Անահիտը, ձայնն ավելի սառը, քան մտադրվել էր։ Հենրիկը նայեց սենյակի մյուս մեծահասակներին, կարծես առանձնանալու թույլտվություն խնդրեր, բայց ոչ ոք չշարժվեց։ Նա հոգոց հանեց մի աթոռ քաշեց, նստելով Անահիտի դիմաց, բայց հարգալից հեռավորություն պահպանելով։ Երբ ես ծանոթացա քո մոր հետ, շատ երիտասարդ էի։ 23 տարեկան։ Կյանքս էի սկսում, փորձում էի կարիերա կառուցել։ Եվ հետո նա հղիացավ քեզնով։ Ես խուճապի մատնվեցի։ Պատրաստ չէի հայր լինելու։ Փող չունեի, կայունություն չունեի։ Այնպես որ ես փախա։ Դա իմ կյանքի ամենավաղկոտ եսասիրական որոշումն էր։ Անահիտը պահպանում էր իր չեզոք արտահայտությունը, բայց ներսում յուրաքանչյուր բառ դանակի սայր էր։ Քո ծնվելուց հետո մի քանի անգամ փորձեցի կապ հաստատել Յուլիայի հետ։ Փող էի ուղարկում, երբ կարողանում էի։ Բայց նա միշտ վերադարձնում էր։ Ասում էր, որ ինձանից ոչինչ չի ուզում։ Որ չափազանց հպարտ է մեղքի զգացումի փշրանքներն ընդունելու համար։ Մայրս երբեք դրա մասին չի նշել, ասաց Անահիտը։ Որովհետև նա ուզում էր քեզ պաշտպանել։ Ուզում էր, որ դու չմեծանաս, իմանալով, որ հայրդ մի վախկոտ է, որը փախել է։ Հենրիկը դադար տվեց, ձեռքերը թեթակի դողում էին։ Բայց հետո ես դադարեցի փորձել։ Ամուսնացա մեկ այլ կնոջ հետ, փորձեցի նոր կյանք սկսել։ Ձացրի, թե դու գոյություն չունես, որովհետև դա ավելի հեշտ էր, քան դիմակայել սեփական ամոթին։ Իսկ հիմա հարցրեց Անահիտը։ Ինչու հիմա։ Որովհետև ես տեսա քո լուսանկարը թերթում։ Տեսա, թե ինչ ես արել, ինչպես ես փրկել այն տղային։ Ինչպես ես մենակ խնամել քո եղբայրներին։ Եվ հասկացա, որ դու դարձել ես այն հիանալի մարդը, որը կաս իմ հակառակ, ոչ թե իմ շնորհիվ։ Եվ դա ինձ ոչնչացրեց։ Դա հուզիչ պատմություն էր։ Նույնիսկ սրտառուչ։ Բայց Անահիտը սովորել էր մարդկանց կարդալ։ Ստիպված էր դա անել փողոցներում գոյատելու համար։
Եվ Հենրիկի աչքերում մի բան կար, մի վարանում, մի նուրբ կեղծիք, որը նա չէր կարող անտեսել։ Դուք նորից ամուսնացել եք, նկատեց Անահիտը։ Ուրիշ երեխաներ ունեք։ Հենրիկը վարանեց պատասխանելուց առաջ։ Ես մի որդի ունեմ։ Իմ երկրորդ ամուսնությունից։ Ֆելիքս։ Նա 5 տարեկան է։ Իսկ ձեր կինը իմ մասին գիտի։ Մեկ այլ վարանում։ Հիմա գիտի։ Լուրերը տեսավ, ինչպես բոլորը։ Ցնցված էր։ Չգիտեր, որ ես աղջիկ ունեմ։ Ուրեմն դուք նրան ստել եք, եզրակացրեց Անահիտը։ Թաքցրել եք մեր գոյությունը։ Այդքան պարզ չէր։ Բավականին պարզ է թվում, ընդհատեց Անահիտը։ Դուք նոր ընտանիք եք ստեղծել, թե առաջինը գոյություն չունի։ Եվ վերադարձել եք միայն հիմա, որովհետ բոլորը տեսնում են։ Որովհետ վատ կդիտվեր չհայտնվելը։ Հենրիկի փաստաբանը, որը մինչ այդ լուռ էր, անհարմար շարժվեց։ Անահիտ, հայրդ հիմա փորձում է ճիշտ բանն անել։ Բոլորս էլ սխալներ ենք գործում։ Սխալներ։ Անահիտը շրջվեց դեպի փաստաբանը, ձայնը բարձրացավ։ Սխալները կատգնելը մոռանալն է կամ ուշանալը։ 3 երեխաներին փողոցում սովամահ լինելու համար լքելը սխալ չէ։ Ընտրություն է։ Նա ընտրել է այնտեղ չլինել։ Ընտրել է իր նոր հարմարավետ ընտանիքը։ Եվ վերադարձել է միայն այն պատճառով, որ հիմա ուշադրության կենտրոնում է։ Դա արդար չէ, բողոքեց Հենրիկը։ Ես չգիտեի, որ դուք փողոցում եք։ Ես մտածում էի, որ Յուլիան ընտանիք ունի, աջակցությունը։ Դուք մտածում էիք։ Անահիտը ծիծաղեց, բայց դա առանց հումորի ձայն էր։ Դուք ոչինչ չէիք մտածում։ Դուք չէիք ուզում իմանալ։ Տարբերություն կա։ Ռոբերտը, որը պատին հենված հետում էր ամեն ինչին, որոշեց միջամտել։ Պարոն Սիլանյան, ամենայն հարգանքով, դուք կոնկրետ ինչ եք ուզում այստեղ։ Որովհետև եթե խնամակալություն է, պետք է հասկանաք, որ այս երեխաներն արդեն բավականաչափ տրավմաներ են ապրել։ Նրանց կայունություն է պետք, ոչ թե ավելի շատ խառնաշփոթ։ Ես ուզում եմ ճանաչել իմ երեխաներին, ասաց Հենրիկը։ Ուզում եմ նրանց կյանքի մասը լինել։ Ուզում եմ ուղղել իմ սխալները։ Շատ հարմար է, մրմնջաց Մարինեն, բայց բավական բարձր, որ բոլորը լսեն։ Նրանց կյանքի մասը լինել հիմա, երբ $10 միլիոն հավատարմագրային ֆոնդ կա։ Հենրիկը կարմրեց։ Սա փողի մասին չէ։ Այնպես չէ։ Մարինեն մի թղթապանակ բացեց։ Որովհետև մենք ձեր մասին մի փոքր հետազոտություն արեցինք, պարոն Սիլանյան։ Ձեր խորհրդատվական ընկերությունը սնանկացել է 6 ամիս առաջ։ Դուք զգալի պարտքեր ունեք։ Ձեր երկրորդ ամուսնությունը ֆինանսական ճգնաժամի մեջ է։ Եվ հանկարծ, երբ ձեր կենսաբանական դուստրը դառնում է ազգային նորություն, զգալի ֆինանսական աջակցության խոստումներով, դուք հայտնվում եք ցանկանալով իրականացնել հայրական իրավունքները։ Համընկնումները հետաքրքրաշարժ են, այդպես չէ։ Հաջորդած լռությունը լարված էր։ Հենրիկը մի քանի անգամ բացեց ու փակեց բերանը, փնտրելով բառեր, որոնք չէին գալիս։ Ես արժանի եմ մի շանսի, վերջապես կարողացավ ասել նա։ Բոլորն արժանի են երկրորդ շանսի։ Անահիտը ուսումնասիրեց նրան։ Այնտեղ հուսահատություն տեսավ, այո։ Բայց դա կորցրած երեխաներին վերագտնել ցանկացող հոր հուսահատությունը չէր։ Դա խնդիրների մեջ խեղդվող փրկողակ տեսնող մեկի հուսահատությունն էր։ Դուք երկրորդ շանս եք ուզում, հանգիստ հարցրեց Անահիտը։ Որտեղ էիք դուք, երբ մենք առաջին շանսի կարիք ունեինք։ Որտեղ էիք, երբ մայրս հիվանդ էր, օգնության աղերսում։ Որտեղ էիք, երբ Միքայելը ամեն գիշեր սովից լաց էր լինում։ Որտեղ էիք, երբ Լիլիթը դադարեց խոսել, որովհետև չափազանց տրավմայի ենթարկված էր։ Յուրաքանչյուր հարց մեղադրանք էր, Հենրիկը գծկվում էր յուրաքանչյուրից։ Ես չգիտեի։ Դուք չէիք ուզում իմանալ, ուղղեց Անահիտը։ Եվ սա է ճշմարտությունը։ Դուք չէիք ուզում իմանալ, որովհետև անհարմար էր։ Բայց հիմա հարմար է։ Հիմա տեսախցիկներ կան, փող կա, ուշադրություն կա։ Հիմա դուք կարող եք լինել հերոս հայրը, որը վերադարձել է իր երեխաներին փրկելու։ Լավ պատմություն է լրատվամիջոցների համար, այնպես չէ։ Արցունքները սկսեցին հոսել Հենրիկի դեմքով։ Գուցե անկեղծ էին։ Գուցե իրական զղջում էր։
Բայց Անահիտն այլս չէր մտածում դրա մասին։ Դուք ուզում եք ճանաչել Միքայելին ու Լիլիթին, շարունակեց նա։ Ուզում եք նրանց կյանքի մասը լինել։ Ապա սկսեք հասկանալ մի բան, դուք նրանց հայրը չեք։ Հայրը նա է, ով ներկա է։ Հայրը նա է, ով խնամում է, երբ դժվար է, ոչ թե միայն երբ հեշտ է։ Դուք պարզապես այն մարդն եք, որն օգնել է մեզ ստեղծել։ Ոչ ավելին։ Անահիտ, սկսեց Հենրիկը, բայց նա ձեռքը բարձրացրեց, ընդհատելով նրան։ Եվ այն փողի մասին, որով դուք ակնհայտորեն հետաքրքրված եք, նույնիսկ մի փորձեք։ Որովհետև ես իմ ողջ ուժով պայքարելու եմ երաշխավորելու համար, որ դուք մի լումա անգամ չտեսնեք։ Որովհետև այդ փողը մեր կրթության, մեր անվտանգության, մեր ապագայի համար է։ Ոչ թե ձեր պարտքերը վճարելու։ Կարինեն, որն ամեն ինչ փաստագրում էր, որոշեց միջամտել։ Կարծում եմ, այսօրվա համար բավական է։ Անահիտը իր դիրքորոշումները շատ հստակ ներկայացրեց։ Պարոն Սիլանյան, դուք իրավական իրավունք ունեք այցելություն պահանջելու, բայց պետք է հասկանաք, որ երեխաների շահերն առաջնային են։ Եվ այս պահին հարաբերություններ պարտադրելը վնասակար կլիներ։ Հենրիկի փաստաբանը քրտնում էր։ Մենք պաշտոնական դիմում կներկայացնենք։ Ներկայացրեք, ընդհատեց նրան Մարինեն։ Եվ մենք պատրաստ կլինենք լքելու անտեսման հիմա արդեն ֆինանսական շահագործման փորձի ապացույցներով։ Դուք ուզում եք դատարան գնալ սրանով։ Ամբողջ երկրի աչքի առաջ։ Համեցեք։ Հենրիկը ոտքի կանգնեց, պարտված։ Նա վերջին անգամ նայեց Անահիտին, նրա աչքերում մի բան կար, որը կարող էր անկեղծ զղջում լինել։ Բայց զղջման համար արդեն շատ ուշ էր։ Ես ցավում եմ, ասաց նա։ Ամեն ինչի համար։ Եվ գիտեմ, որ դու չես հավատում, բայց դա ճիշտ է։ Ես իսկապես ցավում եմ։ Ես էլ եմ ցավում, պատասխանեց Անահիտը։ Ցավում եմ, որ դուք ընտրեցիք մեզ լքել։ Ցավում եմ, որ վերադարձել եք միայն շահի համար։ Բայց ամենից շատ ցավում եմ, որ դուք երբեք չեք իմանա, թե ով ենք մենք իրականում։ Եվ դա ձեր կորուստն է, ոչ թե մերը։ Հենրիկը սենյակից դուրս եկավ կորացած, կարծես հսկայական բեռ գրեր։ Նրա փաստաբանն արագ հետեց նրան, մրմնջալով հաջորդ իրավական քայլերի մասին, բայց երկուսն էլ գիտեին, որ ճակատամարտը պարտված էր նույնիսկ սկսվելուց առաջ։ Երբ դուռը փակվեց, Անահիտը փլվեց։ Ամբողջ վերահսկողությունը, ամբողջ ուժը, որը պահպանել էր առճակատման ընթացքում, գոլորշիացավ։ Նա սկսեց լաց լինել, խորը հեկեկոցներով, որոնք ցնցում էին նրա ամբողջ փոքրիկ մարմինը։ Պողոսը գրկեց նրան, թույլ տալով լաց լինել իր ուսին։ Դու այնքան քաջ էիր, շշնջաց նա։ Այնքան ուժեղ։ Ես այնքան հպարտ եմ քեզնով։ Ես ուզում էի, որ նա տարբեր լիներ, հեկեկաց Անահիտը։ Ես ուզում էի, որ նա իսկապես մտածեր։ Որ վերադարձած լիներ, որովհետև սիրում էր մեզ, ոչ թե որովհետև ինչ-որ բանի կարիք ուներ։ Սխալ է դա ուզելը։ Սխալ չէ, հավաստիացրեց Պողոսը։ Լիովին մարդկային է։ Եվ լիովին հասկանալի։ Ռոբերտը մոտեցավ, ծնկի իջնելով Անահիտի աթոռի կողքին։ Դու ճիշտ բանն արեցիր։ Պաշտպանեցիր քեզ քո եղբայրներին։ Մայրդ այնքան հպարտ կլիներ։ Նա կատեր այս ամենը, ասաց Անահիտը հեկեկոցների միջից։ Այս ամբողջ կրկեսը։ Այս ամբողջ ուշադրությունը։ Նա միշտ ուզում էր, որ մենք անտեսանելի լինենք, որովհետև ավելի ապահով էր։ Իսկ հիմա մենք ամեն ինչի կենտրոնում ենք։ Բայց դա կավարտվի, հավաստիացրեց Կարինեն։ Լրատվամիջոցները միշտ հաջորդ պատմությունն են գտնում։ Եվ երբ գտնեն, դուք կկարողանաք վերադառնալ նորմալ կյանքի։ Խոստանում եմ։ Հաջորդ շաբաթների ընթացքում Կարինեի կանխատեսումը սկսեց իրականանալ։ Հենրիկը փորձեց շարունակել իրավական պայքարը, բայց նրա դեմ ապացույցները ճնշող էին։ Անահիտի նրա եղբայրների լուսանկարները փողոցներում, մինչ նա հարմարավետ ապրում էր իր նոր ընտանիքի հետ։ Տարիներ շարունակ կապ հաստատելու որևէ փորձի բացակայությունը։ Վկաներ, որոնք հաստատում էին, որ Յուլիան փորձել էր գտնել նրան, երբ հիվանդացավ, բայց նա անտեսել էր բոլոր հաղորդագրությունները։ Դատավորը, որը քննում էր գործը, ուղիղ էր իր որոշման մեջ։ Հենրիկի հայրական իրավունքները խիստ սահմանափակվեցին։ Նա կարող էր ապագայում հսկվող այցելություն պահանջել, բայց միայն եթե երեխաները ցանկություն հայտնեին նրան տեսնելու։
Իսկ ինչ վերաբերում է փողին, դատական որոշումը երաշխավորեց, որ նա մուտք կամ պահանջ չի ունենա երեխաների համար ստեղծված որևէ ֆոնդի նկատմամբ։ Դա հաղթանակ էր, բայց Անահիտը հաղթանակի զգացում չունեցավ։ Միայն տխրություն այն ամենի համար, ինչը կարող էր այլ կերպ լինել, եթե նա այլ ընտրություններ կատարեր։ Մինույն ժամանակ Պողոսի հետ խնամակալության գործընթացն առաջ էր ընթանում։ Տնային այցելություններ կատարվեցին։ Նրա տունը ստուգվեց, հաստատվեց։ Երաշխավորագրերը ստուգվեցին։ Եվ յուրաքանչյուր քայլ հաստատում էր այն, ինչ Անահիտն արդեն գիտեր, Պողոսն անկեղծ էր օգնելու իր ցանկության մեջ։ Նրա տունը Մալաթիա Սեբաստիայում հենց այնպիսին էր, ինչպիսին նա նկարագրել էր։ Պարզ, բայց հյուրընկալ։ 3 փոքր, բայց լավ պահպանված սենյակներ։ Խոհանոց, որից սուրճի տնական հացի հոտ էր գալիս։ Բակ խոտով, որը պետք է հնձվեր, 2 շներով, որոնք վազեցին դիմավորելու երեխաներին անսահման ոգորությամբ։ Միքայելն անմիջապես սիրահարվեց։ Կարո՞ղ ենք շներին պահել, հարցրեց նա, աչքերը փայլելով։ Նրանք հիմա ձերն էլ են, ժպիտով ասաց Պողոսը։ Եթե որոշեք մնալ։ Լիլիթը, որը հազվադեպ էր խոսում անծանոթների հետ, հետաքրքրությամբ նայեց Պողոսին։ Ինչ են նրանց անունները։ Սա սուրճն է, որովհետև շագանակագույն է, բացատրեց Պողոսը, ցույց տալով ավելի մեծ շանը։ Իսկ այս փոքրիկը շոկոն է, որովհետև սև ու քաղցր։ Լիլիթը ծիծաղեց։ Դա այնքան հազվագյուտ ու թանկարժեք ձայն էր, որ Անահիտի աչքերն արցունքով լցվեցին։ Սենյակները պարզ էին, բայց ներուժ ունեին։ Պողոսը հստակեցրել էր, որ նրանք կարող են դրանք զարդարել, ինչպես ուզում են։ Միքայելը ուզում էր առաստաղին փայլող աստղեր։ Լիլիթը ուզում էր դարակներ այն գրքերի համար, որոնք սկսում էր հավաքել։ Անահիտը պարզապես ուզում էր հարմարավետ մահճակալ վարագույրներ, որոնք կփակեին առավոտյան լույսը։ Թաղամասը հանգիստ էր։ Սովորական ընտանիքներ սովորական տներում, որոնք սովորական կյանքով էին ապրում։ Հենց այն, ինչ Անահիտն էր ուզում։ Անվտանգության աշխատակիցներ չկային, լրատվամիջոցների տեսախցիկներ չկային, անհնարին ակնկալիքներ չկային։ Միայն օրհնյալ նորմալություն։ Տեղի դպրոցը հանրակրթական էր, մարդաշատ։ Տնօրենը տիկին Մարթան ամրակազմ կին էր, ամուր ձայնով, բայց բարի աչքերով։ Մենք ձեզ կտեղավորենք ձեր տարիքին համապատասխան դասարաններում, բացատրեց նա։ Բայց լրացուցիչ աջակցությամբ փոխհատուցելու դպրոցից դուրս անցկացրած ժամանակը։ Առանց ճնշման, առանց դատապարտման։ Միայն ուսում։ Անահիտը ծանոթացավ իր ապագա ուսուցչուհու, տիկին Աննայի հետ, որը ջերմ ժպիտ ուներ, կարծես անկեղծորեն ոգորված էր նրան դասարանում ունենալու համար։ Լսել եմ, որ դու շատ քաջ ես, ասաց Աննան։ Այստեղ լավ կլինի քեզ համար։ Եվ եթե որևէ բանի հետ օգնություն պետք լինի, իմ դուռը միշտ բաց է։ Առաջին անգամ երկար ժամանակ հետո Անահիտը սկսեց մի բան զգալ, որը մոռացել էր, թե ինչպիսին է։ Հույս։ Ոչ թե այն անորոշ ու հուսահատ հույսը, որ ամեն ինչ կախարդական կերպով կբարելավվի, այլ իրական հույս, հիմնված կոնկրետ ծրագրերի վստահելի մարդկանց վրա։ Բայց ոչ ամեն ինչ էր պարզ։ Անահիտը դեռ արթնանում էր գիշերվա կեսին մղձավանջներից։ Դեռ խուճապի պահեր էր ունենում, երբ ոստիկաններ էր տեսնում։ Դեռ մեղքի զգացում ուներ բոլոր այն պահերի համար, երբ չէր կարողացել լիովին պաշտպանել իր եղբայրներին։ Տրավման չէր անհետանում միայն այն պատճառով, որ հանգամանքները բարելավվում էին։ Ռոբերտն էր, որ առաջարկեց թերապիա։ Ոչ միայն քեզ համար, ասաց նա։ Բոլորիդ համար։ Դուք այնպիսի բաների միջով եք անցել, որոնց միջով ոչ մի երեխա չպետք է անցնի։ Եվ դուք մասնագիտական օգնության կարիք ունեք, դա մշակելու համար։ Հոգեբանը, բժիշկ Բեատրիսը, մանկական տրավմայի մասնագետ էր։ Նրա գրասենյակը հարմարավետ էր, լի փափուկ բարձերով խաղալիքներով։ Նա երբեք խոսակցություններ չէր պարտադրում, պարզապես թույլ էր տալիս երեխաներին խոսել իրենց ժամանակին։ Առաջին սեանսները դժվար էին։ Անահիտը չէր ուզում վերապրել վատ պահերը։ Չէր ուզում խոսել այն գիշերվա մասին, երբ մայրն այնքան թուլացավ, որ այլևս չէր կարողանում վեր կենալ։ Չէր ուզում հիշել կամրջի տակի ցուրտ գիշերները։ Չէր ուզում խոստովանել, թե քանի անգամ է մտածել հանձնվելու մասին։ Բայց դանդաղ, բժիշկ Բեատրիսի անսահման համբերությամբ, Անահիտը սկսեց բացվել։ Եվ հայտնաբերեց, որ խոսելը ցավն ավելի վատ չի դարձնում։
Իրականում բեռը կիսելը այն ավելի թեթ էր դարձնում։ Միքայելը նույնպես իր սեանսներն ուներ։ Բացահայտեց վախեր, որոնք թաքցրել էր, կրկնվող մղձավանջներ, բաժանման տագնապ։ Լիլիթը, որն այդքան քիչ էր խոսում, սկսեց նկարներ օգտագործել, արտահայտելու այն, ինչ բառերը չէին կարող։ Նրա նկարները խավար էին ցույց տալիս, բայց նա սկսեցին լույս ցույց տալ։ Գույները սկսեցին հայտնվել այնտեղ, որտեղ նախկինում միայն սեր։ Եվ քիչ-քիչ, շատ դանդաղ, բուժումը սկսվեց։ 2 ամիս անց այն օրվանից, երբ Անահիտը փրկեց Գուրգենին, խնամակալությունը պաշտոնապես փոխանցվեց Պողոսին։ Մեծ արարողություն չեղավ, տեսախցիկներ չկային։ Դա պարզ հանդիպում էր դատարանում, ստորագրված փաստաթղթերով, ներկա վկաներով։ Բայց երբ դատավորը մուրճով հարվածեց Պողոսին, հայտարարեց 3 երեխաների օրինական խնամակալ, Անահիտը զգաց, թե ինչպես է մի բան թուլանում իր կրծքում։ Մի լարվածություն, որն այդքան երկար կրել էր, վերջապես թուլացավ։ Նրանք ապահով էին։ Պաշտոնապես, օրինականորեն, լիովին ապահով։ Պողոսը լսումից հետո ծնկի իջավ նրանց դիմաց, նայելով յուրաքանչյուր երեխայի աչքերին։ «Ես խոստանում եմ ձեզ խնամել», ասաց նա։ Ոչ կատարյալ, որովհետև ոչ ոք կատարյալ չէ։ Բայց իմ ողջ սիրով։ Եվ խոստանում եմ միշտ լսել ձեզ, միշտ հարգել ձեզ, միշտ պայքարել ձեզ համար։ Ընտանիքը դա է անում։ Միքայելն անմիջապես գրկեց նրան։ Լիլիթը վարանեց ընդամենը մի վայրկյան, նախքան միանալը։ Եվ Անահիտը, որը սովորել էր չվստահել խոստումներին, որը տեսել էր, թե ինչպես են մեծահասակները բազմիցս ձախողվում, թույլ տվեց իրեն հավատալ։ Թույլ տվեց իրեն հույս ունենալ, որ այս անգամ, վերջապես, խոստումները կպահվեն։ Այդ գիշեր, Մալաթիա Սեբաստիայի տանը, երբ Միքայելն ու Լիլիթը քնած էին իրենց նոր սենյակներում, սուրճն ու շոկոն խրմփացնում էին միջանցքում, ընթրիքի հոտը դեռ օդում էր, Անահիտը իր սենյակի պատուհանից նայում էր աստղերին։ Մտածում էր մոր մասին, պատկերացնելով, թե արդյոք նա կարող է տեսնել իրենց այնտեղից։ Արդյոք հպարտ է։ Արդյոք գիտի, որ իր երեխաները վերջապես ապահով են։ Մենք կարողացանք, մամ, շշնջաց Անահիտը գիշերվան։ Մենք միասին մնացինք։ Ինչպես դու խնդրեցիր։ Եվ առաջին անգամ այն պահից, երբ ամեն ինչ սկսվեց, Անահիտը քնեց ամբողջ գիշեր, առանց մղձավանջների, առանց արթնանալու, եղբայրներին ստուգելու, առանց վախի, թե ինչ կբերի լուսաբացը։ Որովհետև վերջապես, այդքան երկար պայքարելուց հետո, նա կարող էր պարզապես երեխա լինել։ Եվ դա ավելի թանկարժեք էր, քան ցանկացած առանձնատուն կամ հարստություն կարող էր լինել։ 6 ամիս անց այն գիշերվանից, որը փոխեց ամեն ինչ, Անահիտն արթնացավ իր սենյակի վարագույրների միջով ներս թափանցող արի լույսից։ Ոչ թե մշտական զգոնության մեջ ապրողի տագնապալի զարթոնքներ, այլ խորը ապահով քնած մարդու աստիճանական արթնացումը։ Նա ձգվեց մահճակալում, զգալով մաքուր փափուկ սավանները մաշկին, իրեն թույլ տվեց մի քանի րոպե պարզապես պառկած մնալ, վայելելով առավոտյան հանգիստ լռությունը։ Բակից լսվում էին Միքայելի շների հետ խաղալու ձայները, նրա պարզ ու անհոգ ծիծաղը արձագանքում էր տանը։ Դա մի ձայն էր, որը սովորական էր դարձել, բայց որը դեռ ստիպում էր Անահիտի սրտին երախտագիտությունից սեղմվել։ Ժամանակ կար, երբ նա կարծում էր, թե երբեք այլս չի լսի Միքայելի այդպիսի ծիծաղը։ Անահիտը վեր կացավ գնաց հարան սենյակ, որտեղ Լիլիթը դեռ քնած էր, գրկած այն փափուկ արջուկը, որը Գուրգենը նվիրել էր նախորդ ամիս։ Աղջիկը մեծացել էր, դեմքը կորցրել էր այն հիվանդագին գունատությունը, որը կրում էր փողոցներում։ Այտերն ավելի լիքն էին, առողջ, վարդագույն։ Եվ ամենակարևորը, նա հիմա հաճախ էր ժպտում, մի անկեղծ ժպիտ, որը հասնում էր նրա աչքերին։ Խոհանոցում Պողոսն արդեն նախաճաշ էր պատրաստում։ Նա կամացուկ երգում էր, թավայի մեջ նրբաբլիթները շրջելով, մի առավոտյան սովորություն, որին Անահիտը սովորել էր սպասել նույնիսկ սիրել։ Թղթե ֆիլտրով եփված սուրճը տունը լցնում էր իր հանգստացնող բույրով։ Բարի լույս, քնկոտ, ասաց Պողոսը, երբ Անահիտը ներս մտավ, առաջարկելով իր սովորական ջերմ ժպիտը։ Կարծեցի, այսօր մինչ ուշ կքնես։ Դաս չկա։ Շաբաթ օր էր, տարբեր, բայց նույնքան սիրելի առօրյայով։ Այսօր կարևոր գործ ունեմ, հիշեցրեց Անահիտը, նստելով սեղանի շուրջ։ Բացումը։ Պողոսը գլխով արեց, արտահայտությունը դարձավ ավելի լուրջ, բայց հպարտ։ Ճիշտ է։ Մեծ օր է։ Նյարդայնանում ես։ Մի քիչ, խոստովանեց Անահիտը։ Շատ մարդ է լինելու։ Մամուլն էլ։
Բայց այս անգամ տարբեր է, նկատեց Պողոսը, նրա դիմաց դնելով նրբաբլիթներով ափսե։ Այս անգամ դու ես վերահսկում։ Այնտեղ ես, որովհետ ուզում ես, ոչ թե որովհետ քեզ հետապնդում են։ Նա ճիշտ էր։ Անահիտ Վարդանյան ինստիտուտի բացումը, որը հիմնադրվել էր այն 8 միլիարդատերերի միջոցներով, որոնք ի սկզբանե փորձել էին նրան որդեգրել, լիովին տարբերվում էր ամիսներ առաջվա մեդիա կրկեսից։ Այս անգամ Անահիտը ձայն ուներ։ Ընտրություն ուներ։ Եվ նպատակ ուներ։ Նախաճաշից հետո, մինչ Անահիտն օգնում էր Պողոսին լվանալ սպասքը, մի գործողություն, որը դարձել էր նրանց կապի առօրյայի մի մասը, նա մտածեց, թե ինչպես է ամեն ինչ փոխվել։ Մալաթիա Սեբաստիայի տան կյանքը իսկական տուն էր դարձել։ Կատարյալ չէր, իհարկե։ Երբեմն վեճեր էին լինում չարված տնային գործերի, հեռուստացույցի ժամանակի սահմանափակումների, վերջին պահին թողնված տնային աշխատանքների շուրջ։ Բայց դրանք նորմալ ընտանիքի նորմալ կոնֆլիկտներ էին։ Եվ դա հենց այն էր, ինչ Անահիտը միշտ ուզել էր։ Դպրոցը սկզբում մարտահրավեր էր։ Անահիտը հետ էր մնում իր տարիքի մյուս երեխաներից, հատկապես մաթեմատիկայից, բնագիտությունից։ Բայց տիկին Աննան համբերատար նվիրված էր եղել, դասերից հետո մնալով լրացուցիչ պարապելու համար, ուսումը դարձնելով զվարճալի, ոչ թե վախեցնող։ Եվ աստիճանաբար Անահիտը սկսեց ոչ միայն հասնել իր դասընկերներին, այլ աչքի ընկնել։ Բարդ խնդիրներ լուծելու նրա կարողությունը, որը զարգացել էր փողոցներում գոյատման տարիների ընթացքում, զարմանալիորեն լավ էր կիրառվում ակադեմիական գլուխկոտրուկների համար։ Միքայելի գործերն էլ ավելի լավ էին։ Նոր լրացած 5 տարեկանում նա մանկապարտեզում էր, բացարձակապես սիրում էր այն։ Արագ ընկերներ ձեռք բերեց, միշտ տուն էր վերադառնում նոր նկարներով խաղահրապարակում իր արկածների մասին պատմություններով։ Տրավման դեռ երբեմն հայտնվում էր մղձավանջների տեսքով, բայց շատ ավելի հազվադեպ։ Բժիշկ Բեատրիսի հետ թերապիան աշխատում էր։ Իսկ Լիլիթը ամենափխրունը, երբ նրանք ժամանեցին, ծաղկել էր այնպես, որ զարմացնում էր նույնիսկ մասնագետներին։ Նա դեռ ամաչկոտ էր, բայց սկսել էր ավելի շատ խոսել, սկզբում միայն ընտանիքի հետ, հետո իր ուսուցչուհու, ի վերջո դպրոցի մի քանի ընտրված երեխաների հետ։ Նրա բառապաշարն արագ ընդլայնվում էր, փոխհատուցելով լռության տարիները։ Եվ նրա նկարները, որոնք սկսվել էին մռայլ ու սարսափելի, այժմ պայթում էին վառ գույներով երջանիկ տեսարաններով։ Ռոբերտի նրա ընտանիքի հետ հարաբերությունները նույնպես առողջ հավասարակշռություն էին գտել։ Նրանք պարբերաբար տեսնվում էին, սովորաբար կիրակի օրերին, Ռոբերտի տանը ճաշելու կամ այգում զբոսնելու համար։ Գուրգենն ու Անահիտը հատուկ կապ էին հաստատել, ոչ այնքան եղբայր ու քույր, բայց ինչ-որ մոտ բան։ Նա նրան վերաբերվում էր անկեղծ հարգանքով, ոչ թե որպես իրեն փրկած աղջկա, այլ որպես իր արժանինքներով հետաքրքիր մեկի։ Ռոբերտը կատարել էր իր խոստումը, լինել ներկա քեռի։ Վճարել էր թերապիայի համար, երբ առողջության ապահովագրությունը չէր ծածկում։ Երաշխավորել էր, որ երեխաներն ունենան այն ամենը, ինչ անհրաժեշտ է դպրոցի համար։ Ստեղծել էր զգալի կրթական ֆոնդ, որը կապահովեր համալսարան բոլորի համար, երբ ժամանակը գար։ Բայց ամենակարևորը, նա լսում էր։ Երբ Անահիտը կասկածներ, վախեր կամ պարզապես խոսելու կարիք ուներ, Ռոբերտը հասանելի էր։ Նա չէր փորձում փոխարինել Պողոսին, այլ լրացնում էր։ Դա հենց այնպիսի ընտանեկան աջակցություն էր, որի կարիքը Անահիտը չգիտեր, որ ունի, մինչ չստացավ։ Իսկ ինչ վերաբերում է մյուս միլիարդատերերին, որոնք փորձել էին նրան որդեգրել, նրանք իսկապես հրաժարվել էին մրցակցությունից, ինչպես խոստացել էին։ Բայց լիովին չէին անհետացել։ Բեատրիս Թադոսյանը դեռ երբեմն նվերներ, ջերմ նամակներ էր ուղարկում։ Ռուբեն Մանուկյանն առաջարկել էր ապագա պրակտիկաներ իր ընկերություններում, երբ երեխաները մեծանան։ Սոֆի Ռոստոմյանը դրամահավաք էր կազմակերպել, որից օգտվել էին հարյուրավոր անօթան երեխաներ։ Ֆերդինանդ Կոստանյանն օգտագործել էր իր քաղաքական ազդեցությունը, լքված երեխաներին պաշտպանող ավելի ուժեղ օրենսդրություն ընդունելու համար։ Եվ միասին, բոլոր 8-ը հիմնադրել էին Անահիտ Վարդանյան ինստիտուտը։ Գաղափարը ծագել էր Մարինեից, Ռոբերտի փաստաբանից։ Դու հուզել ես հզոր մարդկանց սրտերը, բացատրել էր նա ամիսներ առաջ։ Եվ նրանք ուզում են օգնել։ Այնպես որ ինչու չուղղորդել այդ ցանկությունը դեպի ավելի մեծ բան։ Մի բան, որը կարող է օգնել ոչ միայն քեզ, այլ հարյուրավոր այլ երեխաների, ինչպիսին դու ես։ Ինստիտուտը պետք է լիներ անօթան երեխաների համար ապաստանի աջակցության կենտրոն։
Ի տարբերություն ավանդական ժամանակավոր ապաստարանների, շեշտը դրվելու էր հնարավորության դեպքում ընտանիքները միասին պահելու, կրթություն, հոգեբանական աջակցություն տրամադրելու, մշտական տներ անցնելուն օգնելու վրա, առանց եղբայրներին ու քույրերին բաժանելու։ Ամեն ինչ հիմնված էր Անահիտի փորձառությունների այն բանի վրա, թե ինչն էր նա համարել ամենակարևորը, երբ փողոցում էր։ Անահիտի հետ խորհրդակցել էին պլանավորման յուրաքանչյուր փուլում։ Նրա ձայնը, մեկի ձայնը, ով իսկապես ապրել էր այդ իրականությունը, ձավորել էր քաղաքականությունն ու ընթացակարգերը։ Նա պնդել էր, որ ինստիտուտն ունենա 24 ժամ հասանելի հոգեբաններ, որ միշտ հասանելի լինեն տարբեր չափսերի հագուստներ, որովհետև արժանապատվությունը սկսվում է արտաքինից, որ տաք կերակուրներ մատուցվեն ճկուն ժամերին, որովհետև փողոցի երեխաները սովորական ժամանակացույցեր չեն հետում, որ լինի տարածք ընտանի կենդանիների համար, որովհետև երբեմն անտուն շունը միակ ընտանիքն է, որ երեխան ունի։ Եվ այսօր պաշտոնական բացման օրն էր։ Շենքը Երանի կենտրոնական մասում էր, ռազմավարականորեն տեղակայված այնտեղ, որտեղ շատ անօթան երեխաներ էին կենտրոնանում։ Այն բավականաչափ մեծ էր, հարմարավետ տեղավորելու 50 երեխայի, ապագա ընդլայնման ծրագրերով։ Ուներ դասասենյակներ, բժշկական կաբինետներ, հանգստի տարածքներ, արդյունաբերական խոհանոց, այն, ինչ Անահիտը պնդել էր, որ էական է, ներքին այգի, որտեղ երեխաները կարող էին բնության խաղաղության հետ շփվել։ Երբ մի քանի ժամ անց նրանք հասան ինստիտուտ, արդեն ամբողջ էր հավաքվել։ Լրագրողներ, այո, բայց նա որդեգրելու հետաքրքրված ընտանիքներ, օգնել ցանկացող կամավորներ, աջակցություն ցուցաբերել ցանկացող քաղաքական գործիչներ, ամենակարևորը երեխաներ ընտանիքներ, որոնք պոտենցիալ կօգտվեին ծառայություններից։ Անահիտը զգաց, թե ինչպես է տագնապի ծանոթ զգացումը սկսում աճել իր կրծքում։ Շատ մարդիկ էին։ Շատ ուշադրություն։ Բայց հետո զգաց Պողոսի ձեռքն իր ուսին, ամուր ու հանգստացնող, Լիլիթի փոքրիկ ձեռքը, որը բռնել էր իրենը։ Նա խորը շունչ քաշեց։ Մենակ չէր։ Այլս երբեք մենակ չէր լինի։ 8 միլիարդատերերը բոլորը ներկա էին, շարք կազմած շենքի դիմաց։ Երբ տեսան Անահիտին, բոլորը ժպտացին անկեղծ երջանկությամբ։ Բեատրիսն առաջինը մոտեցավ։ Անահիտ, ինչքան գեղեցիկ ես, ասաց նա, նրա ձայնում հուզմունք կար։ Եվ ինչ հիանալի օր է։ Քո ժառանգությունը սկսվում է այստեղից։ Սա միայն իմը չէ, նրբորեն ուղեց Անահիտը։ Սա ձեր բոլորինն է նա։ Եվ բոլոր այն երեխաներինը, որոնց այստեղ կօգնեն։ Արարողությունը սկսվեց ելույթներով։ Ռոբերտը խոսեց երկրորդ շանսերի ընտանիքի մասին։ Ռուբենը՝ սոցիալական պատասխանատվության։ Սոֆին՝ ազդեցությունը բարու համար օգտագործելու։ Յուրաքանչյուրը կիսվեց իր դրդապատճառներով, ինստիտուտի հանդեպ հույսերով։ Եվ հետո Անահիտի խոսելու հերթն էր։ Նա բարձրացավ տեղադրված փոքրիկ բեմ, նայեց դեմքերի ամբոխին, մի պահ խուճապը սպառնաց նրան։ Բայց հետո տեսավ Պողոսին, որը քաջալերող ժպիտ էր տալիս։ Տեսավ Միքայելին ու Լիլիթին առաջին շարքում, որոնք հպարտությամբ նայում էին իրեն։ Տեսավ Ռոբերտին ու Գուրգենին, Բեատրիսին, մյուսներին, տիկին Մարինեին, որը փակել էր հացատունը ներկա լինելու համար, տիկին Աննային, բժիշկ Բեատրիսին, Կարինեին, սոցիալական աշխատողին։ Տեսավ բոլոր այն մարդկանց, որոնք կազմում էին իր աջակցության ցանցը, իր ընդլայնված ընտանիքը։ Եվ տեսավ ամբոխի մեջ սփռված երեխաների, որոնք ակնհայտորեն փողոցներում էին ապրում։ Կեղտոտ հագուստ, զգուշավոր հայացքներ, պաշտպանական կեցվածք։ Երեխաներ, ինչպիսին ինքն էր եղել։ Անտեսանելի երեխաներ, որոնց աշխարհն անտեսում էր։ Անահիտը սկսեց խոսել։ Իմ անունը Անահիտ Վարդանյան է։ Եվ 6 ամիս առաջ ես ապրում էի կամրջի տակ իմ 2 եղբայրների հետ։ Մենք մրսում էինք, սոված էինք, վախենում էինք։ Մենք անտեսանելի էինք։ Աշխարհն ամեն օր անցնում էր մեր կողքով չէր տեսնում։ Ոչ թե որովհետև մենք փոքր էինք, այլ որովհետև մարդիկ ընտրում էին չտեսնել։ Որովհետև ավելի հեշտ է անտեսել, քան օգնել։ Նրա ձայնը, որը սկսվեց դողալով, ավելի ուժեղացավ։ Բայց մի գիշեր ամեն ինչ փոխվեց։ Ես մի բան արեցի, որն ինձ տեսանելի դարձրեց։ Եվ հանկարծ ամբողջ աշխարհն ուզում էր ինձ տեսնել, ճանաչել, օգնել։ Եվ ես շփոթվեցի։ Ինչու հիմա։ Ինչու էի ես արժանի օգնության, երբ հերոսական բան արեցի, բայց արժանի չէի, երբ պարզապես փորձում էի գոյատել։ Նա դադար տվեց, թույլ տալով հարցին օդում կախված մնալ։
Ճշմարտությունն այն է, որ յուրաքանչյուր երեխա արժանի է տեսանելի լինելու։ Ոչ թե որովհետև արտասովոր բան է արել, այլ պարզապես որովհետև գոյություն ունի։ Փողոցներում յուրաքանչյուր երեխա պատմություն ունի։ Ընտանիք ունի, որը սիրում է կամ սիրել է նրան։ Երազանքներ ու վախեր ու ներուժ ունի։ Բայց հասարակությունը նրանց անտեսանելի է դարձնում, որովհետև հարմար է։ Որովհետև նրանց գոյությունը ճանաչելը նշանակում է դրա մասին ինչ-որ բան անել։ Անահիտն ուղիղ նայեց տեսախցիկներին, իմանալով, որ իր խոսքերը կհասնեն շատ ավելի հեռու, քան այդ ամբոխը։ Այս ինստիտուտը իմ մասին չէ։ Այն բոլոր այն երեխաների մասին է, որոնք դեռ անտեսանելի են։ Այն երաշխավորելու մասին է, որ նրանք տեսանելի, լսելի, արժորված լինեն։ Այն ընտանիքները միասին պահելու մասին է, որովհետև բաժանումն ավելի շատ տրավմա է պատճառում։ Այն ոչ միայն տանիք ու սնունդ, այլ արժանապատվություն, հույս ապագա տրամադրելու մասին է։ Նրա ձայնը դարձավ ավելի մեղմ, ավելի անձնական։ Երբ փողոցում էի, երազում էի ապահով վայրի մասին։ Չէի երազում առանձնատների կամ հարստության մասին։ Երազում էի մաքուր մահճակալի, երաշխավորված սննդի առանց վախի արթնանալու մասին։ Երազում էի նորմալության մասին։ Եվ հիմա ես դա ունեմ։ Ես տուն ունեմ, ընտանիք, կյանք։ Բայց երբեք չեմ մոռանա, թե ինչպիսին էր մյուս կողմում լինելը։ Ինչպիսին էր անտեսանելի լինելը։ Անահիտը ցույց տվեց իր հետի շենքը։ Այս վայրը երեխաներին տեսանելի կդարձնի։ Կտա նրանց այն, ինչ անհրաժեշտ է ոչ միայն գոյատելու, այլ բարգավաճելու համար։ Եվ դա կանի հարգանքով, արժանապատվությամբ, սիրով։ Որովհետև յուրաքանչյուր երեխա արժանի է դրան։ Ոչ թե որպես բարեգործություն, այլ որպես մարդ լինելու հիմնական իրավունք։ Նա նայեց 8 միլիարդատերերին, որոնք ֆինանսավորել էին նախագիծը։ Շնորհակալ եմ ձեզ, ձեր ռեսուրսները սրա համար օգտագործելու համար։ Հասկանալու համար, որ իսկական հարստությունը ոչ թե նրանում է, ինչ կուտակում ենք, այլ նրանում, ինչ կիսում ենք։ Ինձ օգնելու ձեր առաջարկները շատերին օգնելու պարտավորության վերածելու համար։ Եվ հետո Անահիտն ուղիղ նայեց ամբոխի մեջ գտնվող անօթան երեխաներին, խոսելով այժմ միայն նրանց հետ։ Եվ ձեզ համար, ովքեր հիմա փողոցներում եք, ուզում եմ, որ իմանաք, դուք անտեսանելի չեք։ Դուք կարևոր եք։ Ձեր կյանքերն արժեք ունեն։ Եվ կան մարդիկ, որոնք մտածում են, որոնք ուզում են օգնել։ Այս վայրը ձեզ համար է։ Եկեք, երբ կարիք ունենաք։ Մենք ձեզ չենք բաժանի նրանցից, ում սիրում եք։ Չենք դատապարտի։ Պարզապես կտեսնենք ձեզ, իսկապես կտեսնենք, կօգնենք։ Երբ Անահիտն ավարտեց, մի պահ լռություն տիրեց։ Եվ հետո, ծափահարություններ։ Ոչ թե պաշտոնական միջոցառման քաղաքավարի ծափահարություններ, այլ անկեղծ, հուզված ծափահարություններ։ Մի քանի մարդ բացահայտ լաց էր լինում, այդ թվում Բեատրիսն ու Պողոսը։ Ելույթներից հետո եկավ ժապավենը կտրելու խորհրդանշական պահը։ Ավանդաբար, դա պետք է լիներ միայն Անահիտը։ Բայց նա այլ գաղափար ուներ։ Կանչեց Միքայելին ու Լիլիթին, իրեն միանալու։ Եվ հետո կանչեց ամբոխից 3 երեխայի, որոնք ակնհայտորեն փողոցներում էին ապրում։ Դուք էլ, ասաց Անահիտը նրանց։ Որովհետև սա ձերն է նույնքան, որքան իմը։ Միասին, 6-ով, կտրեցին ժապավենը։ Եվ Անահիտ Վարդանյան, ինստիտուտը պաշտոնապես բացվեց։ Օրվա մնացած մասը շենքի շրջայցերի, լրագրողների հետ հարցազրույցների, հնարավոր կամավորների նվիրատուների հետ խոսակցությունների մշուշ էր։ Անահիտը պատասխանում էր հարցերին, լուսանկարվում, բացատրում ծրագրերը։ Բայց ամենանշանակալի պահը եկավ երեկոյան։ Մի աղջիկ, գուցե 9 տարեկան, ամաչկոտորեն մոտեցավ Անահիտին։ Նա կեղտոտ էր, պատառոտված հագուստով, խճճված մազերով։ Եվ նրա աչքերն ունեին այն հայացքը, որը Անահիտն այնքան լավ գիտեր։ Անտեսանելի լինել սովորածի հայացքը։ Ճիշտ է, ցածր ձայնով հարցրեց աղջիկը։ Որ դուք ընտանիքներին չեք բաժանում։ Ճիշտ է, հաստատեց Անահիտը, ծնկի իջնելով աղջկա աչքերի մակարդակին լինելու համար։ Դու եղբայրներ ունես։ Աղջիկը գլխով արեց։ 2։ Մեկը փոքր, մեկը մեծ։ Մենք միշտ միասին ենք մնում։ Եվ միասին կմնաք, խոստացավ Անահիտը։ Եթե օգնություն եք ուզում, մենք կարող ենք օգնել ձեզ երեքիդ։ Առանց բաժանելու։
առանց վախեցնող հարցերի։ Պարզապես իսկական օգնություն։ Աղջկա աչքերը լցվեցին արցունքով։ Կարող եմ քեզ վստահել։ Դա նույն հարցն էր, որը Անահիտը տվել էր այդքան շատ մարդկանց վերջին ամիսներին։ Եվ նա հասկանում էր այդ հարցի կշիռը, վստահելու հետ եկող ռիսկը։ Կարող ես, պարզ ասաց Անահիտը։ Որովհետև ես եղել եմ այնտեղ, որտեղ դու ես։ Եվ գիտեմ, որ ամենակարևոր բանը ընտանիքը միասին պահելն է։ Ես խոստանում եմ, որ մենք դա կանենք։ Աղջիկը երկար նայեց Անահիտին, գնահատելով, որոշելով։ Եվ հետո գլխով արեց. Իմ անունը Անուշ է։ Բար, Անուշ։ Մենք կխնամենք քեզ քո եղբայրներին։ Արի, ես քեզ կծանոթացնեմ այն մարդկանց հետ, որոնք կօգնեն։ Այդ պահին, տեսնելով Անուշին սկսում է թուլանալ, սկսում է հույս ունենալ, Անահիտը զգաց, թե ինչպես է մի բան ամբողջանում իր ներսում։ Իր տառապանքը նպատակ ուներ։ Իր պայքարը իմաստ ուներ։ Եվ հիմա նա կարող էր օգտագործել իր փորձը երաշխավորելու համար, որ այլ երեխաներ չանցնեն այն, ինչի միջով ինքն է անցել։ Կամ եթե անցնեն, որ ավելի արագ, ավելի լավ, ավելի կարեկցող օգնություն ստանան։ Հաջորդ շաբաթների ամիսների ընթացքում ինստիտուտը սկսեց աշխատել լրիվ հզորությամբ։ Տասնյակ երեխաներ անցան նրա դռներով։ Ոմանք ժամանակավոր մնացին, մինչ ընտանեկան իրավիճակները լուծվում էին։ Մյուսները մշտական տներ գտան խնամքով կառուցված որդեգրման ծրագրի միջոցով։ Բայց բոլորը դուրս եկան ավելի լավ վիճակում, քան մտել էին։ Եվ Անահիտը շարունակեց ներգրավված մնալ։ Ոչ թե առօրյա կյանքում, որովհետև նա իր սեփական կյանքն ուներ ապրելու, իր սեփական մանկությունը վերականգնելու։ Բայց ամսական խորհրդի նիստերում, հատուկ միջոցառումներում, որոշումների կրիտիկական պահերին։ Նրա ձայնը, ապրված փորձի ձայնը, շարունակում էր ձևավորել քաղաքականությունն ու ծրագրերը։ Լրատվամիջոցները ի վերջո կորցրին հետաքրքրությունը, ինչպես Կարինեն կանխատեսել էր։ Հերոս աղջկա պատմությունը փոխարինվեց այլ վերնագրերով, այլ սկանդալներով, այլ դրամաներով։ Եվ Անահիտը երախտապարտ էր դրա համար։ Վերջապես կարող էր փողոցում քայլել, առանց ճանաչվելու։ Կարող էր դպրոց գնալ, առանց լրագրողների։ Կարող էր լինել պարզապես Անահիտ, ոչ թե Անահիտ հերոսուհին։ Դպրոցում նա դարձել էր պարզապես մեկ այլ աշակերտուհի։ Այո, ոմանք գիտեին նրա պատմությունը։ Բայց երեխաների մեծամասնությունը ավելի շատ հետաքրքրված էր դասամիջոցին բռնոցի խաղալով, քան տրավմատիկ անցյալները քննարկելով։ Անահիտն ընկերներ ձեռք բերեց, իր տարիքի աղջիկներ, որոնք նրան հրավիրում էին ծննդյան խնջույքների գիշերակացի։ Ունեցավ իր առաջին վեճն ընկերուհու հետ իր առաջին հաշտությունը։ Ունեցավ վատ գնահատականներ քննություններից ավելի շատ սովորելուց հետո բարելավելու ուրախությունը։ Ունեցավ բոլոր այն նորմալ փորձառությունները, որոնցից զրկված էր եղել։ Միքայելը նույնպես բարգավաճում էր։ Դարձել էր հանրաճանաչ երեխա, որը բոլորին ծիծաղեցնում էր։ Ուսուցիչները նրան պաշտում էին, չնայած նրա երբեմնի չափազանց մեծ էներգիային։ Եվ նա վերջապես դադարել էր հարցնել, թե որտեղ է մայրը, հաշտվել էր կորստի հետ այնպես, ինչպես 5 տարեկան երեխան կարող է։ Իսկ Լիլիթը, ամենադրամատիկ փոխակերպումը, գտել էր իր գիրքը արվեստի մեջ։ Անընդհատ նկարում էր, ստեղծելով գունավոր ֆանտազիայի ամբողջական աշխարհներ։ Դպրոցը նկատել էր նրա տաղանդը, լրացուցիչ դասեր էր կազմակերպել։ Եվ Բեատրիսը, որը երբեք լիովին չէր հրաժարվել նրանց կյանքի մասը լինելուց, ֆինանսավորել էր պրոֆեսիոնալ արվեստի պարագաներ։ Լիլիթը դեռ ամաչկոտ էր, բայց գտել էր իր ձայնը գույների ձերի միջոցով։ Պողոսը շարունակում էր լինել կայուն ժայռը նրանց կյանքում։ Կատարյալ հայր չէր, որովհետև կատարյալ հայր գոյություն չունի։ Երբեմն համբերությունը կորցնում էր։ Երբեմն ստիպված էր ուշ աշխատել, բաց էր թողնում Միքայելի ֆուտբոլային խաղերը կամ Լիլիթի արվեստի ցուցադրությունները։ Երբեմն սխալներ էր թույլ տալիս պատիժների կամ սահմանների հարցում։ Բայց միշտ ներկա էր, միշտ փորձում էր, միշտ անվերապահորեն սիրում էր։ Եվ դա էր ամենակարևորը։ Ռոբերտն ու Պողոսը փոխադարձ հարգանք, նույնիսկ ընկերություն էին զարգացրել։ Համագործակցում էին երեխաների դաստիարակության հարցում, առանց մրցակցության կամ խանդի։ Երկուսն էլ հասկանում էին, որ երեխաները սիրո սահմաններ չունեն, որ ավելի շատ աջակցություն նշանակում է ավելի շատ անվտանգություն։ Նրանք դարձել էին այս 3 երեխաների կյանքի համասյուները, յուրաքանչյուրը յուրովի նպաստելով։
Մեկ տարի անց այն գիշերվանից, որը փոխեց ամեն ինչ, մի սովորական ուրբաթ օր, Անահիտն իր սենյակում տնային աշխատանք էր անում, երբ Պողոսը թակեց դուռը։ «Կարո՞ղ եմ մտնել»։ «Իհարկե»։ Պողոսը ներս մտավ, ծրարը ձեռքին։ «Սա այսօր քեզ համար է եկել»։ Դա ինստիտուտի միջոցառման հրավեր էր։ Առաջին տարեդարձն էր նշվում, ուզում էին, որ Անահիտը ներկա լինի որպես պատվավոր հյուր։ «Ուզում ես գնալ»՝ հարցրեց Պողոսը։ Անահիտը մի պահ մտածեց։ Նրա մի մասը ուզում էր այդ գլուխը թողնել անցյալում, առաջ շարժվել, առանց հետ նայելու։ Բայց մյուս մասը հասկանում էր առաջընթացը նշելու, հաղթանակները տոնելու կարևորությունը։ «Ուզում եմ», որոշեց նա։ «Բայց ուզում եմ, որ ամբողջ ընտանիքը գնա։ Դու, Միքայելը, Լիլիթը, Ռոբերտը, Գուրգենը։ Բոլորը»։ «Իհարկե»։ Ամբողջ ընտանիքով, ուրեմն։ Տարեդարձի։ Միջոցառումն ավելի մտերմիկ էր, քան բացումը։ Ավելի քիչ մամուլ, ավելի շատ բովանդակություն։ Շեշտը դրված էր օգնություն ստացած երեխաների, վերամիավորված ընտանիքների, իրական չափելի հաջողությունների վրա։ Ինստիտուտի տնօրեն տիկին Ֆերնանդան տպավորիչ վիճակագրություն ներկայացրեց։ 143 սպասարկված երեխա։ 87 միասին պահված ընտանիք։ 56 մշտական տեղավորում որդեգրող տներում, բոլորը եղբայրներն ու քույրերը միասին պահված։ 0 հարկադիր բաժանում։ Հաջողության ցուցանիշները շատ ավելի բարձր էին ազգային միջինից։ Բայց թվերը ամբողջական պատմությունը չէին պատմում։ Իրական պատմություններն ավելի ազդեցիկ էին։ Անուշը, առաջին երեխան, որին Անահիտն անձամբ էր ընդունել, ներկա էր։ Նա իր եղբայրները տեղավորվել էին մի սիրող ընտանիքում, որը 3 երեխայի համար ռեսուրսներ ուներ։ Անուշը մաքուր էր, լավ սնված, ժպտերես։ Լիակատար փոխակերպում։ «Շնորհակալություն», ասաց նա Անահիտին, ամուր գրկելով նրան։ «Դու մեզ փրկեցիր։ Ոչ միայն ինձ, այլ իմ եղբայրներին»։ «Դու քեզ փրկեցիր», ուղղեց Անահիտը։ «Դու քաջ ընտրություն կատարեցիր, վստահելու, օգնություն ընդունելու։ Դա ամբողջությամբ դու էիր»։ Այլ պատմություններ էլ կային։ 6 տարեկան երկվորյակներ, որոնք բաժանվել էին ավանդական համակարգի կողմից, բայց վերամիավորվել ինստիտուտի կողմից։ 14 տարեկան դեռահաս, որն այժմ տեխնիկական ծրագրում էր, ատաղձագործություն սովորելով։ Մի երիտասարդ մայր, որը կորցրել էր իր որդու խնամակալությունը, բայց կարողացել էր վերականգնել այն ինստիտուտից աջակցություն ստանալուց հետո աշխատանք բնակարան գտնելու համար։ Յուրաքանչյուր պատմություն հիշեցում էր, որ մի գիշեր, մի որոշում, մի քաջ գործողություն կարող էր ստեղծել փոփոխության ալիքներ, որոնք տարածվում էին շատ ավելի հեռու, քան որևէ մեկը կարող էր կանխատեսել։ Միջոցառման վերջում Անահիտին հրավիրեցին ինստիտուտի այգում ծառ տնկելու։ Մի բալենի, որը, տնօրենի խոսքով, կաճեր ինստիտուտի ազդեցության հետ միասին։ Մինչ Անահիտը փորում էր հողը Միքայելի Լիլիթի օգնությամբ, Պողոսի կողքին, որը ուղղորդում էր Ռոբերտի լուսանկարելով, նա մտածեց այն ամենի մասին, ինչ փոխվել էր։ 1 տարի առաջ նա կամրջի տակ էր, անտեսանելի, վախեցած, չափազանց պատասխանատու 7 տարեկան երեխայի համար։ Հիմա նա ծառ էր տնկում, որը կաճեր տասնամյակներ շարունակ, հույսի նորոգման խորհրդանիշ։ «Մի բան մտապահիր», շնջաց Լիլիթը նրա կողքին, միշտ երեքից ամենախորհրդավորը։ Անահիտը մի պահ փակեց աչքերը։ Կարող էր շատ բաներ մտապահել։ Ավելի շատ ռեսուրսներ ինստիտուտի համար։ Ավելի շատ ընտանիքներ, որոնք պատրաստ են որդեգրելու։ Համակարգային փոփոխություններ, որոնք կկանխեին երեխաների փողոցներում հայտնվելը։ Բայց ի վերջո, նրա ցանկությունը պարզ էր անձնական։ Ցանկանում եմ, որ ոչ մի երեխա ստիպված չլինի ընտրել տեսանելի լինելու ապահով լինելու միջ։ Ցանկանում եմ, որ բոլորը կարողանան լինել երկուսն էլ։ Երբ բացեց աչքերը, տեսավ բոլորին, որոնք նայում էին իրեն սիրով հպարտությամբ։ Իր ընտանիքը։ Ոչ թե այն, որով ծնվել էր, այլ այն, որն ընտրել էր, որի կողմից ընտրվել էր։ Այն ընտանիքը, որը կառուցել էր կոտրված կտորներից համար սիրուց։ Կյանքը երբեք կատարյալ չէր լինի։ Անահիտը դա գիտեր։ Դեռ դժվար օրեր կլինեին։ Դեռ պահեր կլինեին, երբ անցյալի տրավման անսպասելիորեն կհայտնվեր։ Դեռ ստիպված կլիներ գործ ունենալ կորստի, հիասթափության, մեծանալու նորմալ մարտահրավերների հետ։ Բայց հիմա նա գործիքներ ուներ դրանց հետ գործ ունենալու։ Աջակցություն ուներ։
անվտանգություն ուներ։ Եվ ամենակարևորը իրական հույս ուներ, ոչ թե պարզապես հուսահատ ցանկություն։ Այդ գիշեր, վերադառնալով Մալաթիա Սեբաստիայի տուն, ընտանեկան ընթրիքից քնելուց առաջ պատմություններից հետո ստուգելուց հետո, որ Միքայելն ու Լիլիթն ապահով են իրենց սենյակներում, Անահիտը կանգնեց իր սենյակի պատուհանի մոտ, նայելով աստղերին մեկ անգամ։ Մենք կարողացանք, մամ, կրկին շշնջաց նա, ինչպես արել էր այդքան շատ անգամ։ Մենք ոչ միայն գոյատեցինք, մենք բարգավաճեցինք։ Եվ հիմա օգնում ենք ուրիշներին անել նույնը։ Եվ առաջին անգամ զգաց, որ գուցե մայրն իսկապես կարող է լսել իրեն։ Որ աստղերից այն կողմ ինչ-որ տեղից Յուլիան տեսնում է իր երեխաներին ոչ միայն ապահով, այլ երջանիկ։ Ոչ միայն գոյատող, այլ ապրող։ Անահիտը սովորել էր, որ հերոսությունը ոչ թե քաջության մի պահի մեջ է։ Այն ամեն օր արթնանալու շարունակելու, վստահելու, ցավի հակառակ սիրելու ընտրության մեջ է։ Այն այնքան բարձր պատեր կառուցելուց հետո խոցելի լինել թույլ տալու մեջ է։ Այն օգնություն ընդունելու մեջ է, սովորելուց հետո, որ միայն իրեն է պետք։ Եվ նա սովորել էր, որ անտեսանելի լինելը գոյատում էր, բայց տեսանելի լինելը, իսկապես տեսանելի ընդունված լինելը նրա համար, ով ինքն իրականում էր, դա ապրելն էր։ Տարիները կշարունակվեին։ Անահիտը կմեծանար, կգնար ավագ դպրոց ի վերջո համալսարան։ Կսովորեր սոցիալական աշխատանք, ինչպես միշտ երազել էր, անխոնջ կաշխատեր բարելավելու համակարգերը, որոնք ձախողում էին խոցելի երեխաներին։ Միքայելը կդառնար ֆիզկուլտուրայի ուսուցիչ, իր կյանքը նվիրելով երաշխավորելուն, որ յուրաքանչյուր երեխա խաղալու երջանիկ լինելու հնարավորություն ունենա։ Լիլիթը նկարչուհի կդառնար, իր արվեստն օգտագործելով ձայն տալու այն փորձառություններին, որոնք բառերը չէին կարող արտահայտել։ Բայց այս գիշեր Անահիտը դեռ ընդամենը 8 տարեկան էր։ Դեռ երեխա էր։ Եվ առաջին անգամ երկար ժամանակ հետո կարող էր պարզապես դա լինել։ Երեխա, ընտանիքով, տնով, ապագայով։ Եվ դա, նա վերջապես հասկանում էր, իսկական երջանիկ ավարտն էր։ Ոչ թե առանձնատներ կամ հարստություն։ Ոչ թե փառք կամ ճանաչում, այլ օրհնյալ նորմալություն, խորը անվտանգություն և անվերապահ սեր։ Անահիտը պառկեց իր մահճակալին, փափուկ վերմակները քաշեց մինչ գզակը փակեց աչքերը։ Վախ չկար, թե ինչ կբերի առավոտը։ Միայն խաղաղություն։ Միայն երախտագիտություն։ Միայն այն հանգիստ գիտակցությունը, որ վերջապես, այդքան երկար պայքարելուց հետո, նա տուն էր հասել։ Եվ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքում, յուրաքանչյուր ստվերում կամրջի տակ այլ Անահիտներ կային։ Այլ անտեսանելի երեխաներ, որոնք սպասում էին տեսանելի լինելու, սպասում էին իրենց շանսին, սպասում էին մեկին, ով բավականաչափ կմտածեր, որպեսզի իսկապես նայի։ Անահիտ Վարդանյան, ինստիտուտը կշարունակեր իր աշխատանքը։ Ավելի շատ կյանքեր կփոխվեին։ Ավելի շատ ընտանիքներ միասին կմնային։ Ավելի շատ երեխաներ կգտնեին իրենց ճանապարհները անտեսանելիությունից դեպի լույս։ Որովհետև Անահիտն ապացուցել էր, որ մի երեխա, քաջությամբ ճիշտ աջակցությամբ, կարող է փոխել ոչ միայն իր սեփական ճակատագիրը, այլ հարյուրավորների։ Որ տրավման չի որոշում ապագան։ Որ աղքատությունը չի որոշում արժեքը։ Եվ որ յուրաքանչյուր երեխա, բացարձակապես յուրաքանչյուր երեխա, արժանի է տեսանելի լինելու։ Մի կյանք փրկած աղջիկը դարձավ սերնդի օրինակ։ Ոչ թե փառաբանվելու համար, այլ աշխարհին սովորեցնելու, որ հերոսությունը նրանց համար ներկա լինելն է, ովքեր կախված են մեզանից։ Որ իսկական հարստությունը չափվում է փոխված կյանքերով, ոչ թե կուտակված արժեքներով։ Եվ որ ամենամեծ նվերը, որը կարող ենք տալ, տեսանելի դարձնելն է նրանց, ում աշխարհը համառորեն անտեսում է։ Եվ այսպես, այս վերջին մտքով, սրտում խաղաղությամբ հանգիստ երազներով, Անահիտ Վարդանյանը քնեց։ Երեխա, որը չափազանց շուտ մեծահասակ դարձավ, այժմ վերջապես ունենալով այն մանկությունը, որին միշտ արժանի էր։ Անտեսանելի անհրաժեշտությունից տեսանելի ընտրությամբ, վերջապես, լիովին, հավերժ։ Տանը։